Միշտ ամենամեծ ցանկություններից մեկն է աշխատանքի գնայի աշխատանքի ասել առաջի ժամը Երևանի սրճարանում գործածների բայց սկզբից տարբերներ եկել ասում եի գնամ եւ սրճարաններում սկսեմ աշխատանքային ժամերի, բայց դրան երկու խոչընդոտ կար, վայ կարմիր է փոխեց արագանց է։ Երկու խոչընդոտ կար։ Մի ժամանակ Միչայլոց Երևանում ժամը 8-ին բացվող սրճարան չկար։ Հետո նոր սկսել են բան անել եւ երկրորդը որ այնուամենայնիվ գաղտնի թղթերի հետ ամեն առավոտ աշխատում եմ, այդ հնարավոր չի։ Հիմա քանի որ արձակուրդում եմ այդ շանսը կա, գալիս եմ սրճարաններ, որովհետև հիմնականում քարազարշավի հետ կապված թեմաների հետ եմ առնչվում ու շատ լավ օրվա մեկնարկա։ Բոլորին խորհուրդ եմ տալիս։ Բայց ասեք որ արդյունավետ աշխատելու ժամերը 7-ից 9-ն է։ Հա։ Ոչ մեկ չի զանգում, նոր են գործում, կարող ամեն ամբողջ գործը։ Հիմա գնում ենք Աջափնյակ։ Նախորդ փորձից ելնելով մեր աջակցության խմբին ասել ենք իրանք առանձին գնանք, որովհետև մեծ խմբով մտնում ենք տրանսպորտ, էլ շարժվելու եւ մարդկանց հետ շփվելու հնարավորություն չի ստեղծվում դրա համար։ Հով ենք գնալու, հա։ Հա, վայ, ես գործիքներից հլա չեմ, հենա, ես ինչա 18 Սիլիկյան, հա, այդտեղ չեմ գնում, 57 Գևորգ Չաուշի, ահան, հիմա փորձենք, հիմա, ացում ենք տրանսպորտը, պարոն Արչոպիկ, շարժվող բոլոր ավտոբուսները կան։ Հիմա օրինակ ես պայն քանի ավտոբուս կա քաղաքում։ Այս պահին հենց գծերի մեջ մոտ մի 600-ից ավելի։ Ոսի 600 ավտոբուս կա հիմա գծերի մեջ։ Հա, մասշտաբ է այդ։ Վայ, կելի մոռացա, լավ Ավինյան էլ ինձ համար կվճարի։ Հա, եթե կա ուսապարկ մոտիկա, լավ, ծախսի տակ չգցենք Ավինյանը։ Արդեն մեկը գնել եմ, այդ ամեն օր վերջը։ Ես քարտոբանն շատ հարմար է։ Միակ բանը որ ցույց տալիս մի քանի հոգ վճարես քարտով։ Դա հատուկ կարողացած ես։ Սենց չես կարա։ Իրականում ոչ միտեղ չկա, կարողանաս մի քանի անգամ վճարել։ Դրա բան ռիսկը ինչ է որ այս սարքերը իրենք չեն ճանաչում, չեն տարբերակում բանկային քարտը, տրանսպորտային քարտից, եւ այդ սահմանափակումը դրված է օրինակ նույն մետրոյում, որ այն անսահմանափակ մի քարտով բոլոր բաները չկարողանաս բացել, տուբիկները չկարողանաս բացել։ Այդ պետք է մտածել որ եթե մեկը երեխու հետ գնում է, բա ոնց անի երկրորդ։ Այդ 4 տարի հետո ես դաբար մարդիկ գտնում եմ իրենց։ 4 Ժամ բացի։ Երև ես կուրտ կենել արդեն պետ չի ինձ, շոքը էսա գալու է, նրանք համից կցենք ախտր, չէ, իրոք ես ստուգեմ, հա չէ,
Այսօր ոնց է դա որա վաղ արմավեր մի քիչ անձրև կացել եկը։ Անձրևը մեզ ինչ կար, մաստարան, Նույնիսկ կարկուտ, անձրև։ Բարև ձեզ։ ոնց է, լավ է։ Դուք լավ լինեք։ Այո, վերջը, հեսա քխել Դուք լավ եք։ Դուք լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալ եմ Ալիգինիկայից վերցնեմ այդ շաքարից դեղերը։ Դուք այնքան մեծ օգուտ տվեցիք, ես այնքան շոկ էի դեղի փող տալիս, իսկ հիմա ապրեք դուք շնորհակալ 57, մենք 57 Նրանից եմ դա նստում։ Լսի ուղիղ 6 րոպեում եկավ։ Շնորհակալ եմ։ Ես արդեն ասում եմ կզարթ։ Ուղիղ 6 րոպեում եկավ։ Մալադեց։ Բայ, մոռաց։ Լավ եք։ Վճար եմ Գագիկ ջան։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Չեք գնում ժողովուրդ։ Հերթով
Հավենյան, ոնց է որ քոնը միշտ ընդունում է, մերը մեկ ու մեջ է ընդունում։ Ուզում էի վճարեի, բայց ես չվճարեմ։ Արդեն վճարել եմ, Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Իջնող կա։ Անցեք Ժողով ջան, արագ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք։ Իջնում եք արդեն։ Մի րոպե քարտեզ տվեք մի հատ կապ։ Ոնց է գործերը։ Հասնեմ ձեզ նվիրեմ, նոր իջնեք։ Բարև ձեզ, Մարիկ ջան։ Լավ եք։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Հաճիկով եղբայր, լավ եք։ Լավ, դուք լավ եք։ Հա, ինչ կա։ Դուք Էս ինչ հա, ինչու։ Բարև ձեզ։ Հələ սպասեք նստենք ստեղ։ Հա, ուրախ եմ։ Որտեղից եք։ Աջափնյակում դրում ենք աջափնյակ, այսօր աջափնյակում ենք քարոզնան։ Հաճիկով։ Լավ է ձեր տրամադրությունը։ Գերազանց։ Ուրախ եմ։ Դե երևի ձեր բակեր էլ կգան, քլը կտեսնենք։ Վայ, նվիրեցի ձեզ քարտեզ։ Հա, ունեմ, շնորհակալ։ Ես մեկը բայց Շատ շնորհակալ եմ։ բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Շատ Մի րոպե առավել կներեք։ ևս ձեզ հետ եմ ճամփորդում Ուրախ եմ շատ։ ավտոբուսով։ Ուրախ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Բարև եք։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություն անպայման դրա հետ ալի։ Միանշանակ։ Ինչ եք հազում, հո չեք մրսե։ Երեք ես անձրևի տակ ընկա, բայց վիտամին C խմեցի ու ոնց որ թե լավ եմ։ Հələ ավելի լավաձայն ես, քան անձրևից առաջ։ Վայ։ Լեոնարդ։ Լավ ես։ Վերցրու։ Մի հատ երեխային, մի հատ էլ ձեզ։ Հաճիկով, սպասեք ձեր մոտ նստեմ, մի քիչ խոսանք։ Ահա, դուք էլ աջափնյակ եք գնում։ Հա։ Աշխատում եք, աշխատանք ունեք։ Չէ, դες, բայց Զբաղմունք։ Բա ինչով եք վաստակում կյանքի համար։ դες աշխատում եմ։ Նկատում եմ մշտական աշխատանք չունեմ։ Մշտական չունեմ առաջ։ Իսկ մասնագիտություն։ Մասնագիտությունը մասնագիտություն։ Ինչ։ Շինարար։ Շինարար, հատե շինարարության մեջ եք աշխատում։ Արհեստավոր եք։ Հա, չեմ աշխատում շատ, բայց ոնց որ Նկատի ունեմ, ասենք, առողջության խնդիր ունեք, Հա, սովետի կապիտալ։ ծխում եք, Հա, բայց չեմ կարող թողել։ դա այդ որոշման հարց է, պետքա թողել։ Աշխատում եմ։ Մի տարիք է գալիս, որից հետո այդ 40-ից հետո մարդ պետքա իր առողջությանը հետևի, ուրիշ տարբերակ չկա։ Ոնց է տրամադրությունը ձեր։ Հակաս։ Աջափնյակում եք ապրում։ Չէ, կենտրոնում։ Կենտրոնում։ Եղբայր բարև։ Լավ եք։ Ուսանող եք։
10 գնացեք։ Որտեղ սովորում։ Սենց է գնում ես ավտոբուսը։ Ընդես տրանսպորտով եք գնում, թե ոտով։ Ոտով ավելի լավ է, առողջ, լավ էլ բան եք, մարզավիճակում եք։ Իսկ ինչ մասնագիտություն։ Դա Ես նայեցում եմ, ինչ է տպավորությունը կողքից։ Լավ, նորմալ։ Մենք դրակա։ Մենք էլ ենք տես նկատում, որ այս երևի առաջին գոնե իմ մասնակցած ընտրություններից առաջինն է, որ պոզիտիվը ավելի շատ է, բայց ես զգում եմ, որ մարդիկ տենց նաև ավելի մանրամասն քննարկումների կարիք ունեն որոշ ուղղություններով, մասնավորապես արդարություն, արդարադատություն, ապօրինի գույքի վերադարձ, կոռուպցիայի դեմ պայքար, նենց որ երևի այդ թեմաներով ավելի շատ կխոսենք առաջիկա։ Ճիշտ է։ Ես միտես ճիշտ ասած սպենսարային փոքր խնդիր ունեմ, բայց չի մեդալարան։ Չգիտեմ, սեփական տուն ասֆալտից լուսամուտները շատ շուտվայա։ Սեփականության ընթացքում գրել են ինքնական։ Ինքն էլ նայում է ինչ-որ գործարանի բակի, բայց ընդհանրապես ինքը ոչ մի բան չխանգարում։ Հիմա ներսից բակել են իրանք երկաթում ու ծրածած մնացել են կենտրոնության մեջ։ Մեր դատարանների ամենամեծ խնդիրը հիմա այն է, տեսեք, տենց փոքր հարցեր կա, տրամաբանորեն պետք է հնարավոր լինի այդ հարցը գնալ, ասենք մի շաբաթում երկու շաբաթ քարը տրակի մի ամսում լուծել, ամենամեծ խնդիրն է նա, որ հիմի որ դատարան դիմեք, կարող է տարիներով այդ դատը դեպի։ Ես դրա համար չեմ դեպի։ Այդ է պրոբլեմը ու հիմա ու ընդ որում ինչքան հնարավորություններ ընդլայնում ենք, քանի որ գիտեք ոնց է, որ պատկերացրեք մի հատ ամբարտակա ջուրը կուտակվել է, որ սկսում ես բաց թողել, ինքը այնքան հեղեղը մեծանում է, որ ինչքան էլ բաները, ջրանցքները լայնը լինեն, մեկը չի հերիքում տեղը։ Հիմա այդ մեծագույն խնդիր է, որովհետև ու դրա մեջ լավ բան էլ կա, վատ բան էլ կա։ Լավն է նա, որ մարդիկ ավելի շատ են հասկացել, որ պետքա դատական իրավական կարգերով լուծեն հարցերը, որ հետագայում էլ պրոբլեմ չլինի։ Վատն է նա, որ այդ ամբողջ ընթացքը այսօր կոնկրետ մեր դատական համակարգը չի կարողանում։ Ամեն ինչից բացի մի փոքր գոնե մարդկային է, որ ասում են, էլի մարդկային հարաբերությունները, այն որ քեզ չի խանգարում ընդհանրապես, ինչ կարաս, ինչ ուզում ես, բայց ուրիշները խնդիր են ստեղծում։ Ուրիշները խնդիր չեն ստեղծում, սպանեի լուսամուտները փակել, բայց պրոբլեմն ինչի մեջ է։ Ինքը տենց է մտածում, որ իր ասենք տարածքը ասում է փակել լուսամուտը։ Ինչ ոչ մի բան չեն ասել, փակել։ Հա, իրանք փակել։ Գործարանա։ Գործարանա, բայց ասենք չաշխատել, երևի պարտով է ուզում սա։ Իսկ բանը, իսկ այդ պատը, այս տունը ձեր սեփականնա թղթերը ունեք։ Հողով։ Հա։ Դե չգիտեմ, հա իրավաբանը կասեր տես դեպքերում ինչ են անում, բայց իհարկե դատական կարգով է պետք լուծել։ Ես ասեմ փաստաբանի զրույցի վրա, ասած շատ երկար կողմից է, բայց փաստաբաններն ասում են ձեր դիրքորոշումը ճիշտ է։ Դե հիմա ես չգիտեմ, ես վերջերս էի հայտ եկել, որ դա գրած է ինքնական։ Պատուհանն ամենական։ Հա, հասկացա։ Այդ պատուհանը չի, փոքր sense բան է։ Եկա որ արևի լույս մտնի։ Բանա, մի հարկանի է տունը։ Սեփական տունը։ Իմի չայլոց ասեմ, բանում ուրիշ լուծումներ էլ կան եւ Եվրոպայում բանում դա դες լույսն է, չէ՞, պետք ոչ թե նայելը։ Ասենք օրինակ լուծումներ կան։ Չէ, լուծումներ կան, որ պատուհանները դրվում են, եթե տենց վեճեր ալնում, ասենք բանի վերևն են դնում պատուհանը, լույսը, ոչ մեկին չի խանգարում։ Կարող է ձեզ վրա ավելի էժան նստի, ժամանակի առումով էլ, գումարի առումով էլ, պատկերացրիք չէ, այդ վերևի լուծումները, որ պատուհանը տենց են դնում։ Ես հիմա այդ հնարավորություն չունեմ, մի շատ հին տուն է,
Հա։ Ես անգամ ասեցի կանիքը։ Հա, ձեր խնդիրն է նա, որ բացվի պատուհանը։ Պատուհանը բացի ես չեմ տենում իրան։ Հա։ Ես որ ուզում եմ մտնեմ ընդ ինչ-որ բան տնեմ, դեպի դիմացս ու պետք է աստիճանով տան մեջ բարձրանամ, որ ասնեմ իրան։ Ինքը փոքր է, կարող է ուսի։ Չեմ կարող։ Լավ եք, լավ որ ձեզ շնորհակալ եմ եղբայր։ Առաջ աստված, որը բարին այն է կարտադրիչ։ Եվ մի օր մարդիկ կհասկանան, որ մենակ Գիտեք, այդ իրանք պետք է չունենան։ տենց հարցերը իրոք ճիշտ է իրավական բանով լուծել, իրավական ճանապարհով լուծել։ Նրանց կամ պետք է հանցագործ դառնաս կամ Դե չէ դա։ ուրիշ ո՞նց կարաս։ Դե հենց այդ այդ եմ ասում, պետք է դատական կարգով, իրավական կարգով լուծվեն հարցերը։ Իրավականն տարիներ է։ Ընդունում եմ։ Որ արդեն հոգնում ես։ Իսկ երբ եմ փագե։ Ես արդեն երևի 4 ամիս կլինի հետո։ Դե մենք իրար դասենք դատավարությունները գոնեի։ Ճիշտ է, ասենք 7-ին ձեռավ դատարանը։ Որովհետև իմ սեփականությունն է փակ։ Ինքերենն է, որ իր Փարիզն է ու իմ փակն է։ Դա Սենց մի հատ հարց է, էլ չգիտեմ։ Մարդկային ձևով չի լուծվում։ Իրավաբանորեն գետները ստիպված մնացել ենք պետության մեջ։ Մի տարեկան ու կես երևու հետ 70 ոչակարություն որս հետ պետք է մնացել։ իսկ պետական ձեռնարկությունն է, թե մասնավոր։ Երևի մասնավորն է, ունի մոտոր սիշմարիկերի բան ավելին առաջ մատորի զարգոտում։ Որը։ Էլեկտրոտեխնիկական։ Ռասիայի հետ է։ Հա։ Ռասիայի հետ է զավոդ։ Հա, հասկացա։ Իակասի մեջ ասում այդ պատանը, вообще իրեն չի խանգարում։ Մի ամոթել անկյուն ունենա, որ ոչ մի բան չի կարող, մի մոտել անկյուն։ Հավոք, այդ մարդունը չեն ամենը մարդիկ ուշ կարան ասում։ Կարակ հասցե, ասեք մի հատ ձեր հասցեն։ Որոնացի երկրական բաց։ Հեռախոսի համար, 93-ով։ բայց բան կա, ավելի լավ է գրեք դուք էլ, չէ, մի անջակի, գրի հեռախոսի։ Աննս Կարենն է Դնոյան։ Կարեն, Կարեն։ հələ հասկանանք այդ ինձ ձեռնարկությունը։ Շրջանառական կլինի մոկուսանը։ Հա բան չեմ խոստանում, բայց Ես- որտեղ մասնավոր, ես- որտեղ կարա Ձեր 1000 վերաբերմունքը մենակ այդ դրել արդեն բավականավոր։ լավ եղբայր, լավ եղեք, լավ օծես։ Ես քարտը, դեպքում կարաս ես քարտը մոտեցես։ Բարինց։ Ուպ։ Ոնց եք լավ եք։ Ինչ եք հազում բա։ Բա առողջության ապահովագրություն ունեք, գնացեք մի հատ ստուգեք։ Ոնց բժիշկներից է։ Բա բժիշկներից հեռու եք, դրա համար էլ հազում եք։ Հիմա ոնց եք բուժելու ձեր հազը։ Այսինքն չեք օգտվում սկզբունքորեն, բժիշկներին չեք նի։ Մեղր, ված չի մեղրը։
Մեղր կաթ, կարակ մեղրը կաթի մեջ։ Երեք ես էլ էի հիշե որ տենց բան կա, որովհետև մրսած էի։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ուսանող եք։ А откуда вы? Очень приятно. Работаете тут или? Да. У вас армянское гражданство есть у вас? Над картой сколько? Միրոպե, բայց սենց չէ, սենց։ Это вам. Սել ձեզ։ Լավ եք։ Աջափնյակ եք գնում։ Մենք է։ Ապրում եք ես։ Կարողա ձեր բակել գանք։ Դե բացեք մարդիկ անցնեն։ Ճանապարհ տվեք մարդիկ անցնեն։ Ընդունեց։ Բասմեն չի աշխատում։ Բարև եղբայր։ Լավ եք։ Պարկաստ։ Նոր իմացա, էդ եք խոսում։ Մի կասեն այստեղ են թուլատներ։ Բայց միկրոֆոնը չէ, մի հատ հարց ունեմ։ Հա, ոչինչ։ Ամբողջը միկրոֆոնն է, ուղիղ եթերա նույնիսկ։ Հիմա Սրբոյ Գալյանն է ձերից։ Սրբոյ Գալյանը չէ։ Չէ, լավ, հիմա մի հատ բան ասեմ։ Երբ որ ընտրվեցիք վարչապետ, ես տաքսի վարորդ եմ։ Հիմա է։ Բա ավտոբուսի մեջ ինչ եք անում։ Մեր հետևից։ Այնտեղ լավ տեղ չէր գալիս, նալմյատերն կարողեցի, հիմա բերեցի լավ տեղ կայնացի, մի գալիս եմ մեր խաղամաս։ Լավ էդի հարցը էդի չի։ Ես հիշում եմ, որ մի քանի անգամ դուք շեշտեցիք, որ այն որ լիցենզիաները, որ տաքսիստները լիցենզիայի տուգան, որ շիվան չեն մցելու։ Ճիշտ է։ Տուշտուգանքի մասին չի եղել խոսքը, եղել է, որ անհատ տաքսու վարորդների համար այդ արտոնագրային վճարը հանենք, որովհետև տրամաբանությունն էր, որ բոլորը կանխատեսում ենք, որ բոլորը մեկա էլեկտրոնայինով են սկսել հատել, որովհետև այդ ըստ էության հազար ներողություն բիզնեսի մեռնող տեսակ է։ Եվ մարդկանց թողենք հանգիստ, որովհետև ամբողջը տեղափոխվելու է էլեկտրոնային հարթակ։ Էդ է եղել տրամաբանություն, այսինքն կարանք հանենք թվի մասին։ Այո։ Ինչն էր հանվում։ Արտոնագրային վճարը հանվեց։ Էդի որն է։ Որ պետք է այդ փողը տայր, որ տաքսի քշեի։ Լիցենզիա։ Արտոնագրային վճար կար, որը Ես գիտեմ, որ դուք արտահայտվեցիք, ասենք լիցենզիայի այդ տուշտուգանք ոչ մի բան չեն։ Տուշտուգանքն էլ մի անգամ ներել ենք ամբողջությամբ։ Տաքսիստները չեն մենակ, ընդհանրապես այդ կուտակված բաները։ Ի՞նչն է խնդիրը։ Եվ Կարան հեսա հենց հիմա զանգեմ այդ 18 թվին 18 թվին բռնի պլաշատ կատարան 63000 դրամ փոխվեցի եկեք սենց անենք հիմա ձեր տվյալները ֆիքսենք մի հատ հանենք արխիվից տենանք ինչի են տարել օր ամիս ամսաթի այդ լիցենզիայի համար եկեք հանենք կպարզաբանենք մի հատ Գագի մի րոպե եկեք իմ օգնականն է մի հատ տվյալները վերցրու ընդեղ տեղ կա գնացեք նստեք տվյալները վերցրու ասում եմ ես հայտարարություն եմ արել իմ հայտարարությանը հակասող իրան տարել են պլաշատկա եւ տուգանել են հատ ստուգի 18 թվին բայց հատ արխիվից անեք նա հասկանանք տենց է թե տենց Գնանք մի հատ պոլիկլինիկա այնուամենայնիվ։ Մեր բժիշկները լավն են, իզուր եք ասում։ Հա, դե կունեք բժիշկ, դե մի ուրեմն ավելի մոտիկ բժիշկ ունեք, քան կանխատեսվում է։
գործին է ձեր տարբեր Հա? բոլոր խաղերի ժամանակ նկարվում է։ Ուրախ եմ։ Ձեր ընտանիքով ձեր Մի հատ թխված մանկապարտեզում ան նորա։ ոչինչ։ Քաղաքային ես իրան կտա։ Մարկայանի մանկապարտեզ։ Ես էլ իրան կտա։ Բայց գիտեք, որ առողջության ապահովագրությունից օգտվում եք։ Ուրախ չեմ գրանցվել դեր։ Դե գրանցվելու կարիք չկա, ձեր քարտը ձեր պոլիկլինիկայում է, երբ որ ասենք կարիք ունենա, գնում եք գրանցվելու կարիք չկա, դուք գրանցված եք արդեն։ Դուք պոլիկլինիկա ունեք, չէ՞։ Վերջ։ Չէ, եթե կարիք ունեք, ինչ որ բողոք ունեք, այդ ժամանակ գնում եք դե փառք Աստծո։ Նկատի ունեմ, տենց հատուկ գրանցվելու կարիք չկա։ Այսինքն գրանցումն է նա, որ գնում եք ասում եք գրանցվում եք ծառայություն ստանալու համար։ Այսինքն գնում եք ասում եք ես այսինչ խնդիրն ունեմ, այս խնդիրը պետքա իմիջիայլոց էլ ասեմ, որ առողջապահությունը բացարձակապես ամեն ինչ չի ծածկում։ Ընդհանուր առողջապահական ծառայությունների 30%-ը, բայց դա այն 30%-ն է, որ ամենաշատն են մարդիկ օգտվում դրանից։ Այսինքն կան հազվադեպ ինչ-որ հիվանդություններ եւ այլն։ Որժուրները քանդվել էր, մեջնամ հողտություն։ Ինչ է լցվել։ Ջուր արեցրել։ Բանա, առանձնատունա, բազմապետ։ Որտե՞։ Սա այդ հանի տակ, եկել են, նոր տրասամուտ արեցել տարանալ։ Նոր եկել են։ Որժուրները քանդվել են։ Բա ուր եք գնում իմ աշխատանքի։ Հա, ես գործ եմ գնում։ Ստեղից հասնում եմ անդր։ Քանի տարեկան եք։ 74։ Ու միջև հիմա աշխատում եք։ Շատ ճիշտ եք անում, շնորհակալ ենք ձեզ Ում դրա։ գույցին մնա։ Բոլոր ամենից է գնացել։ Իմ մեծ հաջողություն, Շնորհակալ։ ավելի շատ ձեռքբերումներ։ Մենք ձեզ հետո ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալ ենք, մենք էլ ձեզ ենք սիրում։ Հետո քաղաքի տանիք եկան այդ որժուները ցանցեցին էլ գնացին ահագին ժամանակ։ Դա հիմա մնում է պատել է։ Ձեր թոշակը ավելացել է։ 46։ Վազագույն եք ստանում, բա հետ վճարով ինչքան եք ստանում։ Ես վճարում եմ 6000։ Հա? 6000։ Անկանխիկ որ առևտուր եք անում 6000-ը հետ գալի։ Չէ, ես որ աշխատում եմ, դե անկամ։ Չէ, բա առևտուրը թոշակով, քարտով չեք անում։ Հա։ Բա ինչքան է փողա հետ գալիս։ Ես չգիտեմ ինչքան։ Պետք է մի 10000 գա կամ 8-9 գոնե պետքա գա, բայց անկանխիկ եք չեք անում, չէ՞ փողը քարտից։ Որ պետք է լինում անել, որ չէ։ Օրինակ ինչի համար է պետք է լինի քարտով կա։ Հայվանից պարտեի, ասեցի սենց անեմ, ասի չէ, ինձ փողը պետք է։ Ես ինձ պատերկոմ, թոշակը անեցի տանեցի։ Հա, դե պարտքը իմիջար։ Հա, հասկաց։ Հաջան։ Բոլոր վարչական շրջաններում այսպիսի բաներ սա մենք ենք պատրաստում։ Դե թիմի Սանյանի ցույց եմ տվել ու վերևում ցույցը գրասենի սայաթի ասեց հələ չենք քննարկել, ծեցա դեսեք։ դե դա հետագայում կնայենք, հիմա պարզա չենք անի, որովհետև կստացվի, որ քարոզչություն ենք անում, բայց հետագայում կարելի է մտածել։ Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, որ աշխատում, բայց ձեզ համար էլ չի ավելի լավ, որ աշխատում եք։ Տանը, որ հիմա ում հետ եք ապրում։ Ես աղջիկս հա։ Հա, ասենք նստեք տանը ամբողջը։ Մացած են ներդրել։ Դե գնի կարից են։ Էլի տնով եմ, պետք է նայ, թե չէ։ Իսկ տրանսպորտով եք գնում ամեն օր, հա։ Ստացվում է տրանսպորտից օգտվել։ Էսա էլի Ամենամից 6300 լցնում եք, գնում կարից։ 6300 լցվում եք, քանի օր եք գնում։ Մի ամիս։ Ամեն օր աշխատում եք, ինչ շաբաթ կիրակի չկա։ Երկու եմ տանում անում, կիրակի
Մի րոպե։ Ամսվա մեջ 2 օր եք, թե շաբաթվա մեջ 2 օր։ Շաբաթվա մեջ։ Այսինքն շաբաթվա մեջ 8 օր հանենք, հա, 30-ից հանենք 8 օր, կնի 22 օր, ճիշտ է։ 6300 ասցի։ 6300 վայ 6300-ը, 6300-ը բաժանենք 22-ի։ Ըլնում է 286 դրամ օրը, մի հատ գնում եք, մի հատ հետ եք գալիս։ Բաժանած 2-ի հավասար է։ 143 դրամ է գալի նստում ձեր վրա մի երթուղի, բայց կարող է երրորդ տեղ էլ գնաք, ուրիշ տեղ չեք օգտվում ընդհանուր։ Ուրիշ տեղ որ գնում եք ոտոստով։ Բայց եթե ասենք ուրիշ Այդքան հեռուն տրանսպորտով։ Դե բայց դե ենթադրենք ամսվա մեջ 2-3 անգամ էլ գնաք որևէ տեղ, կստացվի ավելի էժան է նստում։ Դե առողջություն ձեզ։ Եղբայր դու անցի նստի, վայ, բարև եղբայր։ Լավ է, ոնց են գործերը, աշխատանք եք գնում, աշխատում եք, թե ուսանող եք։ Չէ, աշխատում։ Լավ են գործերը։ Քարտեզ նվիրում ձեզ։ Իսկ ինչ կրթություն ունեք։ Բակալավր եմ ավարտել։ Որ ոլորտում եք ուզում եմ հասկանամ աշխատում։ Դե ոլորտում։ Հիմա գործի եք գնում։ Լավ է գործերը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Աշխատում եք թե ուսանող եք։ Համ աշխատում եք, համ ուսանող եք, շատ լավ է։ Այդ հոյակապ 3-րդ համալսարանն եք ավարտում։ Շնորհակալ ենք ձեզ դրա համար։ Իրոք շնորհակալ եմ։ Թողիչնի։ Հաջողություն։ Ձեզ էլ։ Գալիս եմ, բայց չեմ անում։ Ինչ կա չկա, բարև, ձեզ չեմ տեսել, չէ՞։ Բարև ձեզ։ Լավ եք։ Դուք ոնց եք։ Գործը ոնց է։ Քան տարեկան եք։ 65։ Գործ չես տանը, կարող բայց Տիկինը գործի էր գնում, կան թոշակառուներ, որ աշխատում։ Համեցեք։ Չէ, ասեք։ Կներեք։ Ասեք։ Քանի դատվածություն ունեք։ Ինձ հետ այեղ է, որտե՞ղ։ Օշու։ Դե հիմա դա գիտեք սուբյեկտիվ բան է, ինքը պետք է շփվում է, շփման արդյունքում տպավորություն թողում չէ, ինքը պետք է դրա վրա աշխատի, որ այնպեսի տպավորություն թողնի, որ արժի իրան ընդունել։ Դե դա էդ եմ ասում էլի մի քիչ սուբյեկտիվ է, պետք է ինքը իր վրա աշխատի, որ ընդունեն աշխատանքի։ Ինքը իր վրա պետք է աշխատի, մտածի ինչի իրան աշխատանքի չեն ընդունում։ Դատվածությունը չի կարևոր, սկսած շարժու ձևից, խոսալու ձևից, շփվելու ձևերից եւ այլն, պետք է ինքը իր վրա աշխատի։ Էտա բա որ ասում ենք կրթությունն է, եթե պետք է ինքը իր վրա աշխատի։ Որտեւ խնդիրը ամենաբարդը աշխատանքի ընդունվելը չէ, ամենաբարդը այդ աշխատատեղում մնալն է, որ մարդկան Ինչ? Ինչի? Դե պետք է այնպես տպավորություն թողնի։ Տպավորությունը շատ լավ է, աբսոլյուտ, բայց դրա համար Ինչ պահակի գործ է ուզում ինքը։ Հա։ Դեպուս պահակ։ Ինչ հարցը, այն հարցը։ Շատ Հիմա ցավոք չեմ կարող ես այլ խոստում տալ, որովհետև
ընտրական օրենսդիրքը սահմանափակում է տենց խոստումներ տալ, հետագայում եթե առիթ կլինի, էլի կհանդիպենք, իջնում ենք, մի հատ քարտեզ տիկնոջը նվիրեն, մյուս տիկնոջը, հաջողություն ձեզ, լավ ձեզ նվիրեն, լավ որ ձեզ, գնացի եղբայր, կներեք չհասցնենք շփվենք, առողջություն ձեզ, Ցույց տուր մեզ ճանապարհը։ Էս ինչ հա ժողովուրդ է, շուն, աղունիկներ, Բալանս երով։ հա, ինչ ա եղել, դուք եք տերը, Էս ինչ է տաքսքեր բանեք մտած է, շատ հետ, համեց տեղ աշխատում եք, հա, նկատի ունեմ, ստեղ ինչ-որ ծառայություն եք, մատուցում եք, Այսքան բանի մեջ եղի։ բա ինչով եք զբաղվում, Ոչի բա, թոշակի։ բայց երիտասարդ չեք թոշակի համար, Երիտասարդ եք։ քանի տարեկան եք, 53։ բա ինչ-որ զինվորական եք նախ, հա, շատ լավ, շատ լավ, լավ եղեք, լավ որ ձեզ, Գնացինք բան որ արդյոք լավ է։ մի հատ կողմնորոշվենք այսօր ենք եկե, Էս են SSSR-ի շենքերն է, SSSS, Սավեց, Սայուզ, Սավեցկի սոցիալիստ ռեսպուբլիկա։ Դե առաջնորդ եք, Սենց ենք չեմ մտնում։ բարև եղբայր, լավ եք, Աջափնյակի բնակիչ եմ ես։ Ուրախ Մի եմ։ խնդրանքով, շատ Համեց- մեծ խնդրանք եկեք աջափնյակի։ մայթ, Իսկ թվում է բնակիչների համար կարևոր հարց Համեց- Մաշինջարյան 188, 192 շենքերը, 196-ը շատ երկար տարիներ գազի խնդիր ունի։ Ինչ խնդիր։ Մենք չենք գազաֆիկացնում շենքերը։ Խնդրում եմ մի հատ այդ հարցին դուք աջակցություն։ Երևանում շենքեր կան, որ գազ չունեն, Մաշինջարյան 188, 192, 196, խնդրում եմ այդ հարցին Զարմանալի բաներ ենք իմանում, որ ասում եմ, Որտեւ մենակ ձմեռվա կոմունալները մարդիկ եթե բացեք տեսնեք այդ որն է այդ շենքը, բազմաբնական շենքեր Բացեվոյի է, վրա, այո, սովետի վաղ կառուցած շենքեր է, այո, ու գազ չկա, հարկանի շենքեր են, այո, գազ չունեն։ Նախագիծը արել ենք, վարչապետ։ ընթացքի լուծում են արդեն, Որովհետեւ մենակ այդ հոսանքի վարձերը, որ տեսնեք այդտեղի բնակիչները ինչ գումարներ են վճարում, իրոք այդ ժողովուրդը մեղք է։ 100,000-ներով կոմունալներ են վճարում։ լավ, ասում է, քաղաքապետը, քարտեզ նվիրեմ ձեզ, և բուկլետ, Շնորհակալ եմ։ էս դուք եք անում, հələ հետաքրքիր։ Փոխանում նոր մայթեր են կառուցում, այս հատվածում մայթ չկա այնտեղ։ Իմիջայլո ձեզ ասցի, պարոն քաղաքապետ, շատ հետաքրքիր արձագանքներ եմ ստանում այս մայթերից, մարդիկ նենց բուրըն լավ են արձագանքում, որ մայթ է հայտնվում, որովհետև Երևանում այդ պրոբլեմը կա։ Հա, բայց որտեղ մայթ հայտնվում, այդտեղից որևէ արձագանք ես ստանում եմ, որ մայթը սարքել են, շնորհակալություն, ես ինչ լավ է, քայլում ենք, գիտենք որտեղով քայլենք, ավտոների արանքով։ Մենք մեծ հարցու ենք արել, պարոն վարչապետ, երևանցիների մեծամասնությունը A կետից B կետ տեղափոխվելու համար քայլում է։ Բարև եղբայր, լավ ես։ Լավ, դուք հավինեք, շնորհակալ եմ։ Նվիրել եմ այն օրը քեզ չնայած, բայց նորից ոչինչ։ Բոլոր շենքերի Եղբայրներ, բարև ձեզ։ բարև ձեզ։ Ոնց եք։
Լավ։ Ոնց են գործերը։ Որտեղից եք դուք։ Ծաղկավիթից, Ծաղկ- ձեզ հիմա որի։ Շնորհակալություն։ Նախկինում եղել է, որ Հայաստանից դուրս գնացել եք աշխատանքի, հա։ Հիմա այս աշխատանքը ոնց եք գտել օրինակ։ Աշխատում ենք այս։ Չէ, նկատի ունեմ ոնց եք իմացել, որ ստե գործ կա, եկել եք աշխատում եք։ Շինարար։ Հա։ Մենք շինարար ենք։ Շինարական ընկերության միջոցով։ Հիմի կա շանս չգնալ Խոպան եւ Հայաստանում աշխատել։ Իսկ բաները, իսկ վճարումների մասով, այսինքն եթե չլներ չէիք աշխատի, էլի ինչ։ Խնդիր չկա։ Լավ եղեք, շնորհակալ ենք։ Այս շինարարը։ Շնորհակալ ենք երկու բանի համար, առաջինը որ մնացել եք եւ երկրորդը որ աշխատում եք։ Լավ եղեք։ Իսկ ամեն օր գնում եք գալիս Ծաղկավիթ, ավտո ունեք։ Հա։ Իհարկե եղբայր, բա դրա համար էլ եկել ենք։ Լավ եք, ինչով եք զբաղվում։ Կամավորական աշխատանքներով ու օրինակիրություն նման, բան տենց։ Լավ եք, առողջերեք, ձեզ հաջողություն շատ լավ։ Շնորհակալ եմ, եղբայր։ Շնորհակալ եմ։ Ոնց ենք գնում։ Բարև ձեզ ժողովուրդ։ Լավ եք։ Տրամադրությունները լավ է։ Մեր քարտեզից ունեք քարտեզ։ Այդպես բակային կոմպյուտերից կարող խոսենք էլի մեր սենք բաց։ Այս շենքերը այնքան բարդ են, իրանց մուտքը որտեղից է օրինակ։ Հեսա կմտնենք բակային կողմից, հա, մի հատ բակից է, մի հատ բակի մյուս կողմից է։ Այսինքն այս կողմից որ ուզենանք մտնենք։ Բարև ձեզ։ 1000 բարի։ Ոնց եք։ Շնորհակալություն դու։ Շնորհակալություն։ Որում վարչապետ։ Հաջան։ Կարելի է ձեր հետ մի 5 րոպե անձրուցում, եթե կարելի է։ Առանձին նկատի ունեք։ Դե գերադասելի է առանձին, բայց քանի որ ունենք այստեղ լրատվամիջոցներ, դուք նշեք, խոսքը վերաբերվում է կոնկրետ ներեցեք ես մի քիչ անակնկալի եմ եկել, բայց կասեմ, ուրեմն ձեր նախորդ կառավարությանը նաև դիմել եմ տարբեր հարցերով, բայց մերժում եմ ստացել բոլորի կողմից, այդ թվում նաև 18 թվականից։ Թեման ինչ է հարցը։ Թեման, հիմա կոնկրետ ասեմ, ուրեմն թեման վերաբերվում է իմ ծնողների բնակարանին, 24 թվականի ջրհեղեղին, ջրհեղեղը Որտեղ Տավուշում։ Ես ինքս լոռեցի եմ, ոչ, Ալավերդուց եմ, Սանահին կայարանից եմ, որտեղ դուք գնացել եք կամուրջը են սարքել, այնտեղ կամուրջը։ Ինչ կարող է որ մի հատ անտառային հողի վրա տուն կա այդ տան մասին։ Ոչ, ինքը բան վթարային շենք է։ Հարցը ինչն է որ ասեք, այսինքն հարց, որը պետքա լուծվի, ինչ պետքա Այո, լինի։ հարցը կայանման նրանում, որ ծնողներս չկան։ Ես համարվում եմ համասեփականատեր, բնակվում եմ Երևանում, առաջի շղթայի բնակիչ եմ։ Այո, դիմել եմ քաղաքապետարանը մի քիչ ուշ, Ալավերդու քաղաքապետարանը։ Ժառանգություն ընդունելու մասին է խոսքը։ Չէ, ծրագրի մասին է խոսքը, որտեղ Ո՞վ է ապրում այդ տանը։ Հիմա այդ տանը ոչ մեկ չի ապրում, որովհետև անհնարին բան է ապրելը։ Դուք մեր տան առաջ կանգնել եք։ Ձեր ազգանունը ինչ է։ Ազգանունս Բաղդասարյան, Տիկին անունս Բաղդասարյան։ Կարինե է։ Տիկին Բաղդասարյան։ Ուզում եմ հասկանամ հարցը, որը ուզում եք մենք լուծենք։ Ներողություն, մի րոպե։ Ձևակերպենք հարցը, որը ուզում ենք լուծենք։ Դուք ակնկալում եք, որ դուք օգտվեք աջակցության ծրագրերից, որը կառավարությունն ընդունել է ջրհեղեղի առիթով։
Այո, Վերջ, էսա հարցը։ այո։ Մի հատ կապ հաստատենք մարզպետին, պարոն Մկրտչյանին ասենք, հասկանանք ինչն է պատճառը, որ մարդը դուրս է մնացել։ Որովհետև հիմա Ժամանակի խնդիր է։ ներողություն եմ խնդրում։ Հիմա ինչ էլ ասեք, կպարզենք, որովհետև հիմա ինչ էլ ասեք, ես չեմ կարողանալու արձագանքել։ Ես ձեր հարցը հասկացա, կպարզենք ու պատասխան տանք։ Կա տարբերակ, որ օգտվի, թե չկա։ Եթե կա, լուծենք, եթե չկա, ծրագրի ժամկետը լրացել է եւ դիմելու պարագայում ասում են դու չես կարող դիմում ներկայացնել, քանի որ ծրագրի ժամկետը անցել է եւ մենք քեզ չենք կարող օգտակար լինել այդ տունը սարքելու համար։ Բայց ինչի՞ չեք դիմել ժամկետին։ Ժամկետի ընթացքում ես չեմ դիմել, չեմ կարողացել դիմել։ Ինչի։ Դե այդ արդեն անձնականն է վերաբերվում, որը գերադասելի չի։ Դե շատ լավ, ուրեմն կպարզենք, կպարզաբանենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարև ձեզ։ Կարոտով սպասել ենք սաղ, լեննականով, կիրովականով ժարիտ եմ արել։ Ես հին ազատամարտիկ տղեկից եմ ցավական քարտեզ։ Հաճիկով եղբայր։ Մենակ մի հատ խնդրանք էլ Համեցեք։ կարող եմ մի հատ Հայ իհարկե։ կինո հայրենիքից մեջ կգայնացել։ Ես երկրապահի գիժն եմ։ Արա մենք ինչ ուժեղ ելել մենս խեստ։ Ինչով ինչ պետք է անեմ որ ուժեղը։ Մուտքը մետավել պակաս խոսած։ Սենց, հա։ Արա դու ինձ թույլ տուր սաղին խփեն։ Շարտաղալ եմ։ Չի կարելի։ Ախպերս երկրի Եղբայր չի կարելի, տենց բաներ խոսալ։ Պետություն է սա վերջը, նկարվենք։ Նկարվենք, բայց այդ ուր է բանը։ Հետո սպասեք, ես նկարում եմ ով էլի։ Նայ։ Ձեզ ամենալավն եք ցանկանում։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Բարև Ուրախ եմ ձեզ տեսնել համասում։ Առաջինը, երկրորդը կարամ ակամիտ բան ասել։ Բայց միկրոֆոն կավր։ Այն օրը Միրզոյանը ականջից մի բան ասեց, ամբողջ մամուլում տարածվեց։ Հակի ասեմ էլի, լավ բան եմ ասել։ Բայ։ Ասեիր դու մի բերամ, որ ես եկայի։ Դե Այդ են։ հաջորդ առիթին։ Չմոռանաս։ Մի րոպե, մի հատ խվածք տվեք։ Ինձ էլ դրանից տվեք։ Հաճիկով։ Մերսի շատ շնորհակալ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, հարցին եմ տալու։ Համեցեք։ Գայանեն եմ, 16 չեմ ապրում, հորդորում եք բոլորին զբաղվել սպորտով։ Քաղաքական չի հարցը։ Տղաս Հեսա դուրս եմ գալի, հարևան 17 տարեկան է։ դուրս են գալի։ Մասնակցում է աշխարհի առաջնությունի, ես ձեզ մոտեցել եմ։ Ինչ մարզաձևից։ Գիմնաստիկա, բադոց, ցանկացած։ Տրամպլին։ Հարցս հետևյալն է, ինչի է, երբ որ երեխան մասնակցում աշխարհի առաջնության, երկիր է ներկայացնում, դրոշ է բարձրացնում, իհարկե մենք հասար մինչև եզրափակիչ փուլ 22 հզոր երկրների մրցակիցների ունենալով հանդերձ, մի խոսքով, բայց ինչի է երեխան մեկնում աշխարհի առաջնության ծնողի ֆինանսական միջոցներով։ Քաղաքականի կազմում, հա։ Այո։
Ոնց կարա տենց բան լինի։ Հենց այդպես է, ասում է դիմել են բազմաթիվ կենտրոնների։ Դե նայած ինչ մրցաշար է, մենք մրցաշարեր ունենք, որ ֆինանսավորում ենք լրիվ պետությանը։ Բայց երեխան երկիր է ներկայացնում։ Երեխան ինքը օլիմպիական մարզաձև է, Չէ, նայած մրցաշար, հա, տեսեք, եթե մրցաշարեր կան, որ հավաքականը որոշում է մասնակցում է, դա ֆինանսավորվում է, եթե դրանից դուրս է, երևի այլ ֆինանսավորումներ կան։ Գործում է օրինական ֆեդերացիա, Եկեք մրցաշարի անունը ասեք կոնկրետ, որ մենք կոնկրետ Բարտուց հատկացած։ Չէ, մրցաշար, ինչ մրցաշար։ Աշխարհի առաջնություն։ Աշխարհի առաջնություն։ Աշխարհի առաջնությունը հələ մի հատ հարց բազմաթիվ պետական կառույցների, մասնավոր կառույցների, որտեղ գումարը շատ մեծ է, ինքս բազմազավակ մայր եմ։ Հիմա դա եղել է, թե նոր պետք է լինի։ Դա եղել է։ Իմ տղան մասնակցել է անցած տարի նոյեմբերին։ Հիմա Իսպանիա Բատուտ աշխարհի Թե տրամպլին։ Գիմնաստիկայի դամի բաժինը, տրամպլին, բատու դամի երկու գործիք է։ Այս տարի էլի մասնակցել է հավաքականի կազմումը, հանձնել է բոլոր նորմատիվները։ Ու նոյեմբերին Չինաստան է գնում։ Ու էլի ծնողի հույսին է, չէ՞ որ ինքը երկիր է ներկայացնում ու դրոշ է բարձրացնում։ Ինչու է ծնող այդ Հարգելիս, հիմա այս այդ հարցի պատասխանը չունեմ, բայց կարող է պարզվի օրինակ, երկիրը տանում է 10 հոգի, 10-ից ավել ով ուզում է գա, կարա իր ֆինանսավորում, այսինքն 1000 մի հարց կարա լինի։ Այսինքն կապված է որակավորումի, ձևանից, դա բնեն չի, որովհետև կարան 1000 մի ասցի կպարզենք։ Շատ լավ, ես ուղղակի խնդրի լուծում եմ ուզում, որ ծնողը այդքան ծնողը միջոցներով չլինի դա, որտեղ դա փոքրիկ գումար։ Ներողություն եմ խնդրում։ Հիմա օրինակ կարա պարզվի, որ ֆեդերացիան որոշում է, որ հավաքականը պետք է լինի 10 հոգի, բայց այնտեղ ազատ է, մասնակցության հնարավորություն կա, ովքեր ուզում են, իրանք վճարում են եւ ազատ մասնակցում են։ Այսինքն կարա այսպիսի բաներ լինի, կպարզենք եւ քանի դեռ ամբողջական ինֆորմացիան չունեմ, թույլ տվեք չարձագանքեմ։ Նոր զարգացող է եւ իրան ասում դեռ ֆինանս չի հատկացվում։ Շատ լավ։ Դե կմտածենք, բայց մեր քաղաքականությունը հետեւյալն է, հենց առաջի ցուցանիշները ցույց է տալիս, որ արդյունք ցույց տալիս, պետք է արդյունք։ Դեմ եմ այդ լուծմանը, որտեղ եթե երեխային հասցնում են աշխարհի առաջնության մակարդակի, պետք է նաև գոնե մի մաս որոշակի ֆինանսական լուծում լինի, որ ծնողի վրա չի այդ ծանր բեռը։ Ես ձեզ հետեւյալը խոստանամ, որ մենք կմտածենք, ոչ մենք անհատական չեմ ասում։ Ես բոլոր ծնողների անունից եմ ասում եմ, մենք պետք է երևի համակարգ ունենանք, այնտեղ որտեղ մենք տեսնենք, որ առաջ երեխան հասել է մարզիկը մի ինչ-որ մակարդակի եւ հաջողության հավանականությունը մեծ է, ինչ որ մի պահից մենք միանանք եւ աջակցենք։ Կմտածենք։ Չեմ դա ասում, թե բազմաթիվ երեխաներ Ես ձեզ հետ եմ, ձեզ շատ սիրում հարգում եմ, Աստված քո հետ, քո թիմի հետ միասին, Աստված հաջողի անցնենք, մենակ ենք աղոթում, դուք լավալն եք, Աստված առաջ։ Աստված Աստծով, բայց այնուամենայնիվ ընտրողն է որոշում։ Այո, մենք ընտրել ենք։ Շնորհակալ եմ։ 5 անց ցեզ ենք ընտրում, մենք 11 անց ենք վերցրել եմ այդ թալանջիների ցերից, որ ձեզ դեմ եք գրել, կկարտակ միայն։ Ամբողջ դաստով վերցրել եմ, որ չբաժանվի։ Հա, այս Wyoming Star-ն է։ Wyoming Star-ը, որ չգիտեմ, որ մարզում է։ Վերցրեք ես ինձ պետք։ Ես բանից եմ բերել։ Բարև, Մարիկ ջան, բարև։ Իհարկե։ Սա ձեզ եմ բերել։ Սուրբ Նիկոլի իքբանն է։ Շնորհակալ եմ, եղբայր։ Բերել եմ, որ լավ զգաք, որ ձեզ օգնի հաղթեք դու։ Շնորհակալ եմ, եղբայր։ Բարև ձեզ, ընկեր Քարտեզ Բայց նկարվեմ էլի։ Վայ։ Այդ ինչ լավ գլխարկես դրե, ես էլ ունեմ։ Ուլայի Փաշինյանը, ես ու Փաշինյանը։ Սալնայց քեզ ինչ Ժպիտ։ Վահագ։ Մի հատ է։ Այո։ Ամրես ցավը տանեմ։ նկարեք էլի։ Փաշինյանից հետ նկարեք։ Ֆասի մի հատ կտակ։ Ես որ սաղս նկարվենք տեղ չես ասում։ Հələ մի հատ թաթիկը փաչի, մի հատ թաթիկը Փաշինյանը։ Մի հատ երեխան թխված կեր, թխված։
Նկարվում ենք ու դու գնում ես։ Փաշնյա մի վարքա։ Երեխեն գնաց թխված չտվեց։ Ինչ չտվեցի քարտես։ Եղբայր։ Քարտես։ Հա, ներողություն եմ խնդրում։ Ես ուզում եմ ասեմ, որ պատմությունը ձեզ Գարեգին Նժդե երկրորդ մականունն է տալու։ Տենց բան մի ասեք, հիմա հանրապետականներ հարձակվելու են ձեր վրա։ Հարձակվեն, տենց էլ հարձակվում են։ Մի հատ նկարվենք էլի իրար հետ ես գնամ։ Ես էլ Մի հատ նկարվենք գնամ։ մեծ պատիվ է։ Մեծ պատիվ։ Ես մակրոնի շնորհակալությունը 10 անգամ լսել եմ։ Այնքան բան կա դրա տակ։ Նկարվում ենք ես։ Շնորհակալություն եմ։ Բաժակաճառը։ Այդ հրապարակվել է, հա պետական ճաշի բաժակաճառը։ Ես ու դու նկարվում ենք Կարոն Փաշինյան մի հատ նայեք։ Ապրումներ կա ձեր, ապրումները դրած։ Այո, ճիշտ է, ամբողջը նկարագրել։ Գիտակից մասան ձեր հետ է։ Շնորհակալ։ Մենք էլ հետը։ Մենակ պարոն Փաշինյան, մի հարց ունեմ, օրինակ դուք միլիոններ ծախսում եք ճանապարհներ սարքում եք, չէ՞, ես մի երկու օր առաջ գնում էի ուղևորության, ճանապարհը քանդած, այս մայթից այն մայթը իր կրպակի համար ջուր ա քաշում, հոսանք ա քաշում, դա ոնց պետք է։ Ասма վերքերից աղ մի լցրեք, վերքերից թեժ գից լինի, ես այդ պահին նկարեմ, ուղարկեմ գան զբաղվեն։ Մի րոպե է հասկանալ, թե այդ կրպակումն է ով այդ հոսանքը կամ ջուրը քաշել, չէ՞։ Մեծ պրոբլեմա, մեծ պրոբլեմ։ Այսօր առավոտ էլ ենք այդ քննարկում Երևանում, մարզերում, նույնիսկ տեղ կա, որ մայրուղու վրա է դարվում։ Հələ փողոցն է, մայրուղու վրա է դարվում, խայտարը։ Գալիս էր ասում միլիոններ ենք ծախսում սրա համար։ Ճիշտ է։ Տուգանքներ դե լինում են այս դեպքերում, բայց արդեն քանդած է մեկը։ Այսինքն տուգան ենք, բայց արդեն փաստը թե տուգանքի ամբողջ նպատակն է, որ գոնե հաջորդ անգամ մյուսները իմանան։ Գոնե մեկը մյուսը սաստվեն հաջորդ։ Ես օրինակ հիշում եմ Սևանում մի փողոց, որը մարդիկ իրանք էին ասել էին սարքեք, որը 60 տարով սարքած չէր։ Դե ես սիրում եմ տենց, հետո ենթադրենք մի ամիս հետո գնում եմ, մի հատ քայլում եմ, ասում եմ լտնամ ինչ վիճակում է փողոց գծանշում, գնաց տեսա ուղիղ մի ամիս հետո այդ ձեր ասած այդ կտորը սենց կտրել էին ու դրա մասին կառավարության նիստում էլ եմ խոսել։ Պրոբլեմա, դա նաև սոցիալ-հոգեբանական ոլորտի պրոբլեմա, բայց նաև ուրիշ խնդիր էլ կա, հիմա քաղաքապետը ճիշտ բան է առաջարկում, հիմա մանավանդ մենք ասում ենք, որ և տկենն էլ այդ քաղաքականությունը, որ հիմա մենք աշխատենք, որտեղ որ ասֆալտ ենք անում, ոչինչ թող դանդաղ լինի, բայց ենթակառուցվածքները բոլորը մի հատ գույքագրենք, որ ընդհանրապես քանդելու կարիք չլինի։ Բայց այդ մեկ այլ երաշխիք չի, որովհետև նենց անկանխատեսելի դեպքեր են լինում, մարդը մեկ է որոշում է, որ տեղով բան պետք է անցկացնի։ Ամեն դեպքում ձեր ուշադրության կենտրոնում որ պահեք այդ հարցը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դուք այն մարդն եք, որի համար ընտանիքը երկրորդականը առաջնային հայրենիքն է։ Ես ինքս էլ այդպիսին եմ, անկեղծ եմ ասում, առանց հայրենի, չէ իմ համար երկրորդ պլանում է, եթե հայրենիք չունենամ, ինչի՞ է պետք իմ ընտանիքը Եվրոպայում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Այլ բան, որ հիմա ես եւ բազմաթիվ այլ մարդիկ ընտանիքին բավարար ժամանակ չեն կարողանում տրամադրել աշխատանքի եւ բազում այլ հանգամանքներ։ Որովհետեւ հայրենիքը առաջնային է։ Հայրենիքը, այո, աշխատանքը, պետությունը, դա եւ հույս ունենք, որ մեր երկիրը ինստիտուցիոնալ են զարգացման մակարդակի կհասնի, որ մենք բոլորս ավելի շատ հնարավորություն կունենանք ընտանիքի ժամանակ հատկացնել։ Լավ եք, շնորհակալ։ Աստված ձեզ նկարվում ենք պարոն Փաշինյան։ Հաճույքով, մեծ հաճույքով։ Ձեզ նվիրել եմ քարտեզ։ Չէ, մի հատ հաճույքով։ Երկար տարիներ եմ սպասել այս պահի համար, Մոսկվայից եմ եկել, դուք անհաղթ եք, դուք ամենահզորն եք, ձեր համար կյանքս կտանք։ Բայց շնորհակալ եմ, խոնարհ։ Ես եմ խոնարհվում, ես եմ շնորհակալ։ Մեր հայրենիք։ Ես մեծարգո պարոն Վարչապետյան, ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, մերսի։ Իրոք եք։ Ունեք քարտեզ։ Բա իհարկե, առանց դրա, հենց մենք ենք շնորհակալ ենք ձեզ լրիվ։ Վստահ եմ, որ
Այս խորհրդի երկարավետ առաջ գնա, որտեղ դուք եք ղեկավարը որ ասում են ժողովրդից դուրս եկած վարչապետ դա հաստատ տենց է այդ մի բան բայց ինձ ամենաշատը գիտեք ինչ ուրախացրեց հիմա մեր խոսակցության մեջ երբ որ դուք ասեցիք որ շնորհակալ եք գոհ եք եւ այլն ես սպասում էի թե դուք ես ասինքն մտածում էի հիմա ինչ կասեք ինչի համար թոշակների համար առողջության բայց դուք ասեցիք խաղաղությունը եւ դա ավելի բարձր իմիջիալոց գիտեք ինչ մեր հարգելի թոշակառուները մեր մեծերը 90%-ով շնորհակալություն որ ասում են ես միշտ հետևում եմ իրանք ինչը կնշեն չեն նշում այն ինչ որ անձամբ իրանց հետ է կապված այլ նշում են այն ինչ որ երկրի հետ է կապված սա նշանակում է որ մենք իսկապես քաղաքացիական շատ լուրջ եւ խորը հիմքեր ունենք եւ դուք եք նաեւ այս մթնոլորտի հեղինակը եւ դուք եք այդ աջակցության իրական հեղինակը շնորհակալ եմ ձեզ որ ոչ թե ձեր անձամբ անմիջապես ձեր այլ ավելի գլոբալ բանի մասին եք խոսում շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ շատ բարև ձեզ լավ եք շնորհակալ որ ինքդ մեր ղեկավարը մեր ամեն ինչը ես եմ շնորհակալ ձեզնից ձեր վերաբերյալ Ամառանովել եմ ասեցիք որ հələ մի րոպե էլի մի հատ էքսպերիմենտը կլինի կարդամ հիմա հա շատ անձնական հարց չի որ չէ հələ մի հատ էքսպերիմենտ անենք էլի որտեվ հիմա ես անկեղծ ասեմ հիմա նամակները այնքան շատ են ես անձամբ ես ինչ պինդ եք կմցրել դե մեկ էքսպերիմենտ անենք ամենակարևոր սկզբունքը կարճ է գրած լավագույն նամակը կարճ նամակ Վայ դուք ինձ էլ եք գրել Դուք ինձ էլ եք գրել Չէ ձեզ չեմ գրել Ամեն դեպս օգնականներս այս հարցի մասին ինձ զեկուցել են Ես պարզաբանում եմ ստացել Ես այս հարցը գիտեմ Գիտեմ, ես պատասխան եմ ստացել, բայց պատասխանը չեմ կարող հիշել, բայց քննչականը գրել էր շատ կոնկրետ մի հարց։ Ես հիմա, այսինքն դուք որ համարը տվել եք, հետո օգնականները աշխատել են, հետո իրանք ինձ կարճ տեղեկանք են տալիս թե հա? Ես այս հարցը գիտեմ, դիմել եք դուք։ Հա, ես այս հարցը ինձ ծանոթ եմ։ Իրավական հարց է եղբայր Այնտեղ հարց կա որը պետք է պարզաբանվի Ես չեմ կարող անեմ որովհետև իրանք փաստեր են պարզաբանում Ինչ որ բան եք վերել ձեզ հետ Հաստատ Այդտեղ ինչ որ հարց կար Ես այս հարցը գիտեմ Ես հիմա չեմ կարող նյուանսներ հիշեմ բայց դատախազությունը ինձ հիմնավորումներ ա տվել եւ չեմ կարող բան անեմ այսինքն ես ամենայն հարգանքով ես ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ կարող խախտեմ բայց դատախազությունը պրետենզիաներ ունի ձեզ պետք է այդ հարցը պարզաբանվի Ձեր ազգանունը ի՞նչ է Պարոն Խաչատրյան ամենայն հարգանքով էլի բայց ես չեմ կարող բարև ձեզ լավ է Պարոն Փաշինյանը Բարև Փոքրիկ ջան արի մի րոպե սպաս ով է նկարում երկրին ազատություն եք բերել այդ ազատություն պաշտպանեք մենք ժողովուրդս մեղք ենք դու խեղճամեզի այդ ազատություն պաշտպանեք քանի տարեկան եք դուք քանի տարեկան 99 մոտ եմ 99 տարեկան եմ Այս ֆենոմենա ձեր ազգանունը ի՞նչ է Ձեր ազգանունը ի՞նչ է Ազգանուն Գալստյան Արտերուն կամ Իշխան Մոտ 90-ամյա մարդը մոտենում է եւ խոսում է ազատության մասին Դուք հասկանում եք սա ինչ արժեք է Դա ինչ արժեք է որ 90-ամյա մարդը մոտենում է վարչապետին եւ խոսում է ազատության եւ ազատությունը պահպանելու անհրաժեշտության մասին Շնորհակալ եմ ձեզ Ուրած կատարվավ մարդուն ցես կերան գետնի անգամ կդիտել շնորհակալ Շնորհակալ
Մի հատ կարմիր ավետարան ունի։ Մերի քեզ են ավետարան պահապան։ Գողացած ձեռագիր ավետարանն է։ Այդ ավետարանի համար չարչարում եմ, որ պետք է հայտնի չնացե գողար գիտեմ, բայց չի հայտնաբերում։ Ձեզնից գողացել է։ Մեզնից տնից դուր ավետարանը դուր չարտեր են։ Այդ որ եր 14-ը թվին, 14 թվից մինչև այսօր գողար գիտեմ, բայց գործը չի բացել։ Այդպեսի գողեր ուրա գագիկը։ Նարի քեզի Փաշինյան ջան։ Շնորհակալ եմ ազատություն մեզի մեր ժողովրդի գլխավորությամբ։ Շնորհակալ ժողովուրդ ջան։ Քաթաթի բարի Փաշինյանի։ Սիրեք ազատություն։ Պաշտպանենք մեր հարգելի երկրի ազատությունը։ Թերեզա։ Որ խնդրեմ մի հատ քարտը կտակ մեր փոքրիկին։ Էս է ձեզ։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, Գեցի Հայաստանի Հանրապետության գեցենդրյալ մեր վարչապետը նամակ եմ հանձնել ձեր օգնականին, անձնական չէ, մի ամբողջ չենք են վերածել։ Կարող է էլի էքսպերիմենտ անենք տեղում կարդանք։ Ուզում եք կարդացեք։ Գագի, մի հատ 90-ամյա մարդ կար, ասում է տնից ավետարան են ինչ որ 5 գողաց է, ասում է գիտի գողերն ովքեր են, բայց չի բացահայտվում։ Մի հատ քնչականի խնդրենք թող հարցը ուշադիր նայեն։ Եթե կա ասբեր Խաղապետն էլ կհաստատի, 16 թաղամասի ամենապրոբլեմատիկ խնդիրն է սա։ Իսակարի չենք այդ մասին է խոսում։ Հավոին ասա կահլը։ Նամակը։ Լավ գագիկ, լավ երկար միջև գտնեք կկարդանք հետո, շատ լավ։ Կարևորը հատկել ջան, հաջան, ասեք։ Մենք մի հատ նավ լուսանկարվենք, եթե կարելի է իրար հետ։ Բայց էս վարտադի էլի։ Շնորհակալություն։ Քարտես պիտի խնդրեմ ձեզնից։ Չնվիրեցի ձեզ։ Եվ ուզում եմ ասել, որ մեր սրտի վարչապետը դուք եք։ Դուք են մարդն եք, ում հետ միասին մենք կառուցելու ենք խաղաղ, ամուր ու հզոր պետություն։ Խոնարհում եմ ձեր առաջ։ Ու ժողովուրդ, ոնց 18 թվին ենք ասել, բոլորս միասին մի հատ Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ։ Ես առողջություն երկարքյան, փոքր սրտով քեզ տա։ Շնորհակալ եմ։ Այդ ամենալավ մաղթանքն է, որ ասում եք ձեր քո սրտով թող քեզ տա, ամենալավ մաղթանքն է, ու ամենաճիշտ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Եղբայր կնվիրեմ, բայց հետո խնդիր ալնելու։ Չէ, ես տնելու եմ տունը, այս է գրեք ուզում եք։ Կներեք, էլի։ Ոչինչ։ Ձեզ լավ։ Արտես կարելի է պարոն վարչապետ։ Լավ է, կպցնեմ ես իմ ձեռը։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, եղբայր, շնորհակալ եմ ձեր աջակցությանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ շատ սիրում եմ։ Բայց ես ձեզ ինչքան եմ սիրում։ Ջան, մի ձեր կողքին եմ եղել 2008 թվականից առ այսօր։ Շնորհակալ եմ։ Ինձ կտակ չէ։ Համեցեք։ Նկարում եմ։ Համեցեք։ Բայց շատ մերսի։ Մենք հարևաններ ենք։ Մերսի։ Մի հատ էլ առանցին էլի նկարեք, խնդրում եմ։ Մերսի, շատ շնորհակալ եմ ձեզ։ Պարոն Փաշինյան, մի հատ ես կտարվեմ, հետ չմնամ։ Շատ շնորհակալություն։ Ինձ մի հատ քարտից կտակ։ Բայց մի հատ էլ իմ ընկերուն տվեք։ Հաճիկով։ Բայց շատ մերսի։ Ես եմ շնորհակալ։ Մի հատ նկարվեք։ Ես եմ շնորհակալ։ Քարտես նվիրեցի, բայց ձեզ։ Բա անպայման պետք է։ Աջան։ Կարելի է նկարվել։ Հա, իհարկե։ Ես քո սրտին ներնում, երկու սիրտ ունես։ Դու չգիտես։ Ես եթե հարց տակ, խնդրում եմ մի հատ ինդիմադիր լրագրողների ուշեք ինձ հարց տա։ Նախնիկների մասին։ Ուրեմն ես քեզ խնդրում եմ, մի հարց ունեմ։ Քեզ համեցեք։ Կարող ես ասել մեր Հայաստան աշխարհում մեռածներն են շատ թե կենդանիներ։ Եթե դժվարանում ես ես կասեմ։
Դե նայած ինչ հարցի ենթատեքստը որն է, բնականաբար եթե բարիս բունի մաստով Մեր նկատի ունենք, Հայաստանի բարգավաճման համար է դա։ Ես կասեմ։ Շատ լավ, ինչ նկատի ունեք, որովհետև Մի ֆիզիկական հատ էլ խնդրանք ժողովրդի կողմից, այս թաղի, որ քո սրտից է բխում դա։ Լսում եմ։ Ուրեմն այս 16 թաղի շենքերը որ կա, նախնիկներում 3 կիլոմետրով վեդոնով ջուր են բերել, մի ձեռով լողացել են։ Մի ձեռով են լողացել։ Մեր չեղած ղեկավար Լևոնը 2 ձեռով էր լողանում։ Փառք ու պատմով ապրում էր։ Եկավ Քոչարյանը Արունո ձեռքերով։ Արունը վրեն նորից արուն շախտվեց, մարդկանց կոտորեց։ Միլիոնից ավել գաղթականներ եղան։ Մի Սամայլոտի տոմսով 300 կվարտերեն վաճառին գնացին, բայց դու հետ եք բերում։ Շնորհակալ եմ եղբայր։ Ես քո ցավը տանեմ։ Հիմա կասես իմ սիրտը ոնց եղավ երկու հատ։ Ասեմ քեզ։ Քոչարյանը այդ 3 գլխանի հրեշները, որ միացան իրար, դա մեկը Քոչոյի դոտի գագոն Քոչոյի կուդը կերավ։ Իսկ Կարապետյանը Պուտինկայի կուդը կերավ։ Ցավը տանեմ։ Այդ դոտի գագոյի առուձը սպանիր, սիրտը վերցրիր քեզ, մորտին գցիր Քոչարյանը մինչև բա վրեն նստածա։ Գիտի թակավոր է։ Բայց քո սիրտը մեծ է։ Իմացար որ երկու սրտան ես։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Համայնքը քո մարդիկ։ Ես ունեմ, ունեք, հա մի հատ դու տանեմ կնկաս հաճիկով, բարևներ տիկնոջը։ Շատ մի խնդրանք։ Մի հատ դու մեր տերդերից ավելի շատ բան գիտես ավետարանից, քան թե մեր տերդեր։ Մի պարարակի ճառ ասում։ Հավատացել է, այս ժողովրդի համար մի հատ եկեք, անցնես, դու անցել ես, դու անցել ես, դու անցել ես, 67%-ով դու անցել ես, ես երազ եմ տեսել, դու անցել, այս թաղամասի համար պատկերացա, Պրոշան սոֆոս, 40 սոֆոս, ամբողջ այս թաղամասը, ամոյ գյուղ, Դավիթաշը մի փոքր կա, մարդիկ ուզում են մոմ վառեն, իրանց հանգստությունը զգա։ Ընդունեց Երևանիում էլ կա տենց հարց։ Դուք այդ հարցին ընտևի պրծի ցավը տանը։ Ձեր ծրագրերի մեջ այդ մցրեք։ Հաճույքով կզբաղվենք։ Տեղ կա ստեղ, օլիգարխի հողը։ Կա տեղ։ Այդտեղից Գտակ եկեղեցու տարածքում գեմեք թաղամասում այս մի 20 օր առաջ նախագիծ արտաշին թույլտվությունը քաղաքապետարանը տվել է, այս պայն ներդրողներ կան։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալ եմ վառենք, մենք լհայինք էլի։ Այո, համաձայն եմ, շնորհակալ։ Աստված քեզ պահպան, գործել Շնորհակալ եմ։ Տիկին ներողություն։ Դուք ուզում եք նկարվեք, չէ՞։ Ով է նկարում բա։ Չգիտեմ։ Ունեք հեռախոս։ Տղեկ Քարտեզը փակցնեմ իմ ձեռքը։ Իջևանից եմ։ Ուրախ եմ շատ։ Եվ լավ ձեր գիտեմ։ Իջևանը ծնվել մեծացե, հա։ Այո։ Իսկ գնում եք հիմա։ Ենոքավա։ Հա, ուրախ եմ շատ։ Աշոտի քովն է։ Վայ, ուրախ եմ շատ։ Ուրախ եմ շատ։ Հարազատ եք, հա, իհարկե։ Ձեզ հաջողություն։ Հարազատ քույրն եք Աշոտի, հա։ Հարազատ քույրն եք Աշոտի։ Բանը կրասա։ Հա, գիտեմ, հա, հասկացա մասին է խոսքը։ Ուրախ եմ շատ։ Ուրախ եմ շատ, շնորհակալ եմ շատ։ Լավ եք, լսում եմ ձեզ։ Ես տեղի բնակիչ եմ։ Կանգնած այստեղ պատասել եմ եկել, որնաշահս երթերի ջարդվել է։ Երբ։ Ես արդեն 7-րդ ամիսն եմ։ Պետք է գամ վիրահատության ես։ Գնացել եմ արդեն վիրահատենք առանց որոշի կոպեկի, բայց դե շուրուկներ պետք է առնի, հատ 200,000 արժի։ Շուտ ո՞ւց միտեմ։ Շարարում մատ հատին 1,600,000 փող։ Չեմ կարելի։ Ոնց անեմ։ Հիմա գիտեք նյութական խոստում չեմ կարող տալ։ Նյութականը չէ։ Բայց ենթադրում եմ նախարար լսում է այդ մեր կարգավորումները պետք է հասկանանք թե տես դեպքերում ինչ է եղել։ Որտեղից եք ընկի։ Որտեղից եք ընկի։ Բանկատստը։
Սենց բարձրությունից թե չէ։ Չէ, կանգնած տեղ։ Սենց կանգնած տեղ ընկել եք ու քանի տեղից եք կոտրվածք ստացել։ Տեղից։ Ողնաշարը։ Սենց այս բարձրություն չի եղել։ Չէ, մեջքի ընկել եմ ժախտել։ Բորդյուրի է կպել, հա։ Չէ, բլատկի պոլեր։ Մատերով բան ասա ջարդվել էր։ Ցավ։ Մեծ ողնաշարը վիրահատի։ Ամեն մի շուրուկը արժի կարողացա փողը, չունի որ ոնց արել։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա ուղղակի չեմ կարա, եթե մի ձևով արձագանքեմ, կլինի նյութական խոստում, ինչը չկարելի։ Բայց նախարարը կլսի, եթե մեր կարգավորումներով հարց կալուծելու գնայինք։ Լավ։ Լավ է։ Այդ այն բողոքս։ Հասկացեց։ Այդ այն բողոքը տեսնակ ոնց արել։ Շնորհիվ կերպել անշնում է։ Առողջ եղեք, զգուշ եղեք։ Հաջան։ Նկարվենք, եկեք։ Ունեք քարտեզ։ Ունեմ, ես շնորհակալ եմ շատ։ Մի րոպե սպաս, մի րոպե սպաս։ Բարև ձեզ։ Իսկ նշան երկու։ Քանի տարեկան են թորնիկները փոքր են։ Ահա։ Թորնիկների համար թխվածք էլ ունեն։ Շնորհակալ Համեցեք։ Հաճելի է, ուրախ եմ։ Միշտ ձեր կողմն եմ, առողջ եղեք։ Կարևորը դա է մեզ համար, որ մեզ նման խաղաղություն միշտ լինի, ինչ ասեմ։ Ես անձամբ քարտեզ շատ եմ ուզում։ Համեցեք։ Երկու կարելի է։ Իհարկե կարելի է։ Մերսի։ Երեխեք ինչքան են։ Երկու։ Երեխեք ինչքան են։ Երեխեքս 14-16։ Երկու հատ թխված։ Երեխեքի համար Հաճելի է, շնորհակալ եմ։ Լավ է։ Հաջան, բարև եղբայր։ Բարև ձեզ, ոնց եք։ Երկուսը միշտ էլ եղել եմ ցանկանում քեզ առողջություն եւ հաղթանակ։ Շնորհակալ եմ։ Իմ ընտանիքով նվիրված ենք ձեզ։ Շնորհակալ եմ, եղբայր։ Ես էլ նվիրված եմ ձեզ։ Մի հատ էլ իմ տղու համար։ Հերթս չի հասնում ասում, շատ շնորհակալություն։ Ես քաղաքապետի հարևանն եմ։ Ուրախ եմ։ Ուրախ եմ։ Ասել եմ մի հատ ներող շատ լավ բան ասել, էլի։ Պատերազմի մասնակից եմ։ Շնորհակալ եմ։ Առողջություն ձեզ, հաղթանակ։ Լավ է։ Բարի գալուց մնաչեցեք։ Ուրախ։ Ոնց եք։ Լավ։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Ուրախ եմ, ուրախ եմ։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Հաջան, բարև ձեզ։ Կարելի է նկարվել։ Իհարկե։ Ո՞վ է նկարում։ Լավ է։ Քարտեզ ունեք։ Վարչապետի ջան, բարև։ Բարև ձեզ։ Հատ նկարվենք։ Հաճիկով։ Մենք հինգ ոչի ենք տնից, ինքս հոբի։ Ապրեք շնորհակալություն։ Քարտեզ։ Ունեմ ես սաղչապահաց եմ, ուսանողներ եմ։ Բարև ձեզ։ Բարվել։ Ունես քարտեզ։ Քարտեզներից բարև եմ երկու հատ էլ ինքերս։ Երկու հատ։ Ատել ձեզ։ Լավ։ Բրոշյուր։ Բարև ձեզ։ Լավ եք։ Մի րոպե, էսա մի վարկյան խնդրում եմ սպասեք, մի վարկյան, բարև եղբայր, էսա մի վարկյան, ունեք քարտեզ, խնդրեմ նկարվել ձեր հետ, հա հաճույքով, քարտեզ ունեք, ոչ, լավ է, բարև եղբայր, հաճույքով, Տվեք նկարը։ Չէ, ուղիղ եթերից սկրինշոտ կան։ Մագնիս կա։ Հա, իհարկե։ Մեծ հաճույքով։
Մերսի շատ։ Քարտեզ։ Շնորհակալ եմ։ Ջան։ Մի քիչ որ ավել պակաս հելերից խոսում են դուք ենք եկեք տուր ձեռները դրանց Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր բան է ժողովրդավարությունը խնդրում եմ պետք չի դրան էլ է պետք հանդուրժող վերաբերել հանդուրժող բայց մի քիչ պետք է չի կարելի որ մարտասպաները կան վլաստի չեն գա եթե ձեր վերաբերմունք հետա ոնց պետք է քարտեզ Արի ով է նկարում Քարտեզ ունես բա Քարտեզ մեկ էլ բա էս է Մենք աշխարհի չափ սիրում ենք Ես էլ ձեզ շնորհակալ եմ շատ մենակ մի քիչ դասի ժողովրդից դրանց պահեկես դրանց Պինդեմ, բայց պետությունը մենք քեզ շատ ենք սիրում, ամբողջը կռիվ ենք հասկանում եմ, բայց պետք է այնուամենայնիվ ժողովրդավարությունը կարևոր բան է, էլի պետք չի ինձ մղել են ուղղությամբ, որ Հայաստանը դարձնենք բռնատիրական երկիր, որ ոչ մեկ պետք է այդքան ժողովրդական պետք չի, մենք այդ ազգը ժողովուրդ։ Չէ, գիտեք ես մեզ պետք է խոսում։ Չէ։ Իմ կարծիքով մենք 2021 թվին այդ իրավիճակից իրական ժողովրդավարության շնորհիվ ենք դուրս եկել, պետք է գնահատել դա։ Պետք է խղճի ազատությունը, մեծ մարդ, աշխարհի մոտ երևի ամենախղճով ամենալավ մարդը, բայց ովքեր գիտես չկամ են խոսում։ Բաժում են ասում, քիչ է պատժում, հետ են ուտում, դες քեզ չեն ուտում մարդիկան, որ փոխում են այդպես, մա քիչ է պատժում, վիրավորում են։ Այդ մոմենտը այո, բայց պետք է ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ պետք է անցնենք եւ անպայման հիմա այդ process-ի իմ կարծիքով ես եկել ասցի Արագածոտնի մարզում այդ հարցը շատ բարձրացնում էին որ տեսեք ժողովուրդ ջան մենք շատ մեծ նաեւ այդ ուղղությամբ բաներ ենք արել այդ թվում ապօրինի գույքով տեսեք հիմա անդադ այդ օրինակն եմ բերում չեմ ուզում անձի վրա կենտրոնանամ հանկարծ սխալ տպավորություն չթողնի բայց հիմա ասենք օրինակ երեք արդեն վերջնականապես Կոտայքի նախկին մարզպետը որը նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է իր տունը չի դղյակ առանձնատունը ֆինանսների նախկին նախարարի տունը Միացյալ Նահանգներում վաճառվել է մեր հայտով գումարը փոխանցվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ հիմա ասենք կալանքի տակ հիմի ասում եք մի կողմից ասում եք խիստ չեք մյուս կողմից բան կա arczepiskopos կա կալանքի տակ այդ թվում բռնի գործողություններ նախապատրաստելու համար Ռոբերտ Քոչարյանի նման դատական process է գնում ասենք մեզ պետքա որ դատական process-ը օրինական ճանապարհով գնա հա ձգձգվում է մենք չէ վաղեմ հա չենք թողել դրա իրավական լուծումներն է պետքա գտնվի համոզված եղեք երեք ես բանում ասեցի ժողովուրդը մեջքին կանգնած են բռնի վերացրա այդ ժողովուրդ տեն չէ լի հիմա ենթադրենք լավ հա ես ձեր ասածից ոգևորվեցի գնացի ամբողջ իմ ձեռքը չի ամբողջը իրավական պետությունն են, որ իշխանություն, բայց իշխանությունն ինքն է պետք է սահմանափակում ունենա, որովհետև 1, 2, 3, 4, 5 եւ պետք է մենք եւ էտել եմ ասում 2018 թվից այո շատ բաներ կա որ կամ դանդաղ է գնում կամ դանդաղ է գնացել բայց ասում եմ դուք հաշվի առեք 2018 թվի մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ մայիսի 9-ից մենք ոչ թե 2 մենք 23 ճակատով ենք կռիվ տվել 23 ճակատով եւ դա ձեր թափանցիկ աչքի դեմը մի բան ասել եմ 100 բան չեմ ասել հիմի ուրիշ բան եմ ասում եմ ժողովուրդ ջան հիմի մենք ասում ենք երրագլուխ Կուսակցությունը կամ երրագլուխ մաֆիան 18 թվին այդ մաֆիան 23 գլուխ ա ունեցել, դե պարզա պայմանական եմ ասում։ Այդ գլուխները կտրելով եկել մնացել ա վերջին 3-ը։ Գնում ենք այս ընտրություններում իմիջիալը ես ասում եմ իմ կարծիքն են, հա, որ եկեք իրար հետ ԲՀԿ-ն ուժեղ Հայաստան դաշինք, այսինքն Սերժ Կալուգացի, Ծառուկյան
եւ Քոչարյան պետքա չանցնեն իրանք խորհրդարան։ Դրա լուծումն է դա, որ այս էջը փակեն։ Պետքա ձայն չտալ ուղակի։ Այսինքն մարդը ասում է Քոչարյանին չես պատժել, հետո գնում է Քոչարյանին, հա, ձայն տալիս։ Ով այդ պատժելու օրակարգը ամեն ինչ արեք որ անցնեք խաթանեմ, ամեն ինչ դուք արեք, չէ՞, կներեք։ Ես առավելագույն բանը որ անում եմ, ես էսա գամ, ձեզ հետ խոսեմ, ձեր հարցերին պատասխանեմ։ Մնացածը ես ժողովրդի որոշմանը հնազանդ մարդ եմ։ Ժողովուրդը որոշեց, որ ես մնում եմ, կմնամ։ Որոշեց, որ ես գնում եմ, կգնամ։ Դա բացառված բան է։ Մեր ժողովուրդը ապրեք։ Գիտես ինչ է, երևի 30-40% մնացած սա փողի մեռած մարդիկ են։ Չեմ կարող հավատամ։ Եթե տենց լիներ 18 թվին հեղափոխություն չէր դրել։ 21 թվին չէր։ Ես չեմ կարող հավատամ դրան։ Կներեք, բայց իմ կարծիքով ես մեր ժողովրդին ճանաչում եմ շատ լավ։ Եթե մեր ժողովրդին չճանաչեմ, ես 8 տարի ինչի աշվին եմ վարչապետ։ Այն պահին, եթե ես մեր ժողովրդին դադարում եմ ճանաչել, ուրեմն ես պետքա չլնեմ վարչապետ, ավելի լավ է չլնեմ, բայց իմ կարծիքն է նա, որ ոչ, մեր ժողովուրդը չի կարա տենց լինի։ Դուք ասում եք բանը 40%-ն է, որ ընտրակաշառքով չի քվեարկի, ես ասում եմ 80%-ն է, որ ընտրակաշառքով չի քվեարկի։ Դեստակ 70-ը ձեր տոկոսն է լինելու։ Գնացեք հաջողություն ձեզ։ 1000 տարի չեմ տեսել քեզ։ Գնացեք որտեղ ուր ես դու։ Ստեղ ես թե այնտեղ ես։ Այնտեղ 3 ժամից թռնում եմ Սոչի։ Բայց գալու ես այդ։ Մի հատ կեպին եմ ուզում որ Սոչի 25-րդ թռնում։ Կեպիներս պրծվել։ Այն անգամ բանը տվել է։ Կեպիներս պրծվել։ Այն անգամ ամսի 8-ին ընտրվեցի, ամսի 1-ին չընտրվեցի, ամսի 2-ին տոմս ունեի։ Գնացի որ տոմսը։ Բայց վերջ անգամ եք տեսել իրար, երևի։ Եկեղեցու դեմ ես։ Բայց եմ ասում 1000 տարի չեմ։ Չէ, բայց մի րոպե հեղափոխության վաղ դու Երևանում էլ էիր։ Ամիսը կես եմ եղել։ Հա։ Հետո ամսի 8-ին ընտրվել, ամսի 1-ին դրանից հետո գնացել էլ չենք տեսել։ Ամսի 2-ին պետքա գնայի Սոչի, տոմս ունեի, արդեն մի ամիս ստեղ էի, տոմս ունեի ամսի 2-ին 1-ին չընտրվեցիք, դարա տոմսը հետ տվեցի։ Հետո 8-ին ընտրվեցիք, 9-ին գնացի Սոչի, առաջի այցով եկակ անդր։ Ուրախ եմ, եղբայր։ Դին մնացեք, բարոն Բալյան։ Գիշեր ձերեք այս են։ Հայ, Կարվելարուն կրակարեք։ Հատ քարտեզը։ Շնորհակալություն նվերաբար։ Այն մի անգամ էլ այն կարմիր գլխարկը եք տվել։ Բարոն Փաշինյան։ Հա, մի անգամ էլ ձեր կարմիր ունեցել են։ Անդե ամոթս է։ Քարտեզ, մի հատ է քարտեզ։ Հիշեցիք Պարոն Փաշինյան, կարող եմ ոչ, ես կվերցնեմ։ Ապրես։ Մի րոպե ուրիշ։ նկարվեք, ես խոսելու բան ունեմ։ Էս վերցրեք։ Մի հատ է տուր կպցնեմ գլխարկից։ Դե տարի առաջ եմ ստացել։ Շնորհակալ եմ Տիկին, շնորհակալ եմ, որ տենց պահում եք։ Մեջ քարտեզն է, մեր Պարոն Փաշինյան, ես նկարվեմ, ես ես հարցում եմ գալու։ Համեցեք։ Մի անգամ տվել եմ դեպուտատ ժամանակ, չեմ տարածել, հետո պատմվել, դարձել եք վարչապետ, համարը մինչև հիմա ունեմ թերթի Շնորհակալ եմ։ Քարտեզ։ Հիմա ես կարող եմ արդեն հարցնել։ Այո։ Նախկին ծառայող եմ, Բարև սպա եմ, կապիտան Անուշավան Նավասարդյան, պատերազմի մասնակից։ Ուրեմն ծնողիս հող եմ տվել, հողատարածք Սիլիկյան փողոցում, գերեզմաների, Աչափնյակ գերեզմաների ճանապարհի վրա։ 95 թվականին հաստատվել է ստեղա։ Քաղաքապետարանը տարբեր պատճառներով եմբախտել է ուզում ձեզ դիմել էլի։ Տարակ վարչապետ այդ համարից չպատասխանեց, զանգեցի էլ չեմ կարասել։ Հիմա նոր ստացվում է, մոտեցել եմ։ Հիմա ոնց այս հարցին կարելի է։ Բայց քաղաքապետն էլ աստեղ, գիտեք։ Կարող եմ մի Վարչական ղեկավարն աստեղ։ Էլ չեմ ասում կադաստրի պետը, որ այդ հարցերը մենք այդ հարցերով իրան ենք դնում։ Կադաստրի կոմիտեի ղեկավարն։ Հա բարի քաղաքապետին ավելի լավ է մոտենում, որտեղ ինքը ամենալավը ինքը գիտի։ Լավ, նկարվենք վարչապետից հետ։ Մի վարքյան, այս ասենց։ Համառոց կարճատ մի հատ հարց Լավ եք, պարոն Շնորհակալ եմ, եղբայր ջան։ Լավ ալնելու։ Ես էլի պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան, խնդրանք էլի։ Ասեք։
Ուրեմն 2020 թվականի պատերազմի ժամանակ եղբայրս կամավոր գնացել է դատական process-ների գիտեմ որ վարչապետը չի խառնվում, ձեր համակարգը չի խառնվում, խնդրանք ուղղակի։ Եթե հնարավոր կլինի համաներման տարբերակները առաջ քաշեք, որովհետև իր ծնողին մենք չենք կարող բացատրենք, որ գնացել է կռիվ, հիմա 5 տարի վճռաբեկը փոխել է իր պայմանական։ Ֆոտոյի վրա է դրա։ Այսինքն 5 տարի հիմա կալանավորված է։ Հիմա կալանքի տակ է։ Կալանքի տական նոր է, կալանքի տակ։ Ինքը գյուղացի կարան բոլոր տվյալները ճշտեն, միակ գերակրող զավակն է։ Մենք չենք ոչ թե չենք ուզում, չենք էլ կարող ոչ մի բան անենք, ուղղակի խնդրանքի տեսքով ես իր եղբայրն եմ, մոտիկացել եմ, որ ասեմ, համաներում տարբերակ առաջացրել։ Հիմա մենք համաներման հարցը շատ մի հատ նկարվենք, պատասխանենք ձեր հարցին։ Հիմա տեսեք, համաներման հարցը շատ է քննարկում։ Եվ մեր մեջ ասած էլ ես էլ 2011 թվականին բանտից դուրս եմ եկել համաներումը։ Բայց կա մի այսպիսի վիճակ, մենք 2000 հիմա ասեմ 19 թվին ենք կարծել արել համաներում։ Բոլոր համաներումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաներումով դուրս եկած մարդկանց մոտավորապես 60% հաջորդ 6 ամսվա ընթացքում վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ դուրս է գալիս հանցագործություն անում նորից եւ վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։ Սա նշանակում է, որ մենք համաներում ենք անում եւ բազմաթիվ քաղաքացիների տներից արվում են գողություններ, տեղի են ունենում մարմնական վնասվածքներ, խուլիգանություններ եւ այլն, եւ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաներումից հետո կրիմինոգեն իրավիճակը սրվում է։ Հիմա 2011 թվականի համաներումը, որը արվել է միջազգային ճնշումներով, այդ թվում են պատճառով, որ քաղաքական հարցերով բանտարկվածներին ազատեն, բայց դրա արդյունքում կրիմինոգեն վիճակը սրվում է։ Հիմա մեր պատկերացրած է ինչն է պատճառը դրա, որովհետև համաներումը չի նայում մարդուն, համաներումը նայում է հոդվածին։ Համաներում ասում է էս հոդվածներով միջև էս բան դատապարտվածները թեթև հանցագործությունը, ասենք մանր գողությունը, թեթև միջև ինչ որ չափը թեթև հանցա, բոլորը դուրս են գալիս։ Մարդիկ դուրս են գալիս պրոֆեսիոնալ հանցագործների, ասենք մի մեծ խումբ, նաև պատահական մարդկանց հետ դուրս է գալիս պրոֆեսիոնալ հանցագործների մի մեծ խումբ։ Հիմա մենք չգիտենք այդ մարդը, որ դուրս եկավ, ինքը պրոֆեսիոնալ հանցագործ, ես քրեակատարողական հիմնարկում անց եմ կացրել մի տարի 11 ամիս։ Հասկացա մի րոպե, Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, Կոշ քրեակատարողական հիմնարկ, Արթիկ քրեակատար։ Մարդը պրոֆեսիոնալ հանցագործ է, ոնց որ կա մարդ, որը շինարար է, մյուսը լրագրող է, չորրորդը այդ մարդը պրոֆեսիոնալ հանցագործ է, իր գործը գողություն անելն է։ Մենք այդ մարդուն բաց ենք թողում, չգիտենք ինքը ձեր տուն է մտնելու, թե ձեր։ Հիմա մեր լուծում ինչ է։ Մենք ասում ենք պետք է լինի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ, որ հանձնաժողովը ամեն մարդու հետ շփվի, տեսնի այս մարդը ինչքանով է հավանական, որ դուրս գալուց հետո նոր հանցագործություն կանի, որովհետև մենք չգիտենք այդ հանցագործության զոհը ձեր ընտանիքի անդամն ալնելու, երրորդի, ոչ մեկ դա չգիտի, հասկանում եք, եւ դա անընդհատ համաներում ասում են մարդիկ, բայց չեն խորանում, դա ինչ է նշանակում։ Մեր մոտեցումը եւ ես խնդիր եմ դրել Արդարադատության նախարարության առաջ, որ պայմանական վաղաժամկետ համակարգը էականորեն ակտիվանա եւ ամեն տարի նախորդ կրկնապատիկ տեմպերով ավելանում է։ Այսինքն եթե նախորդ տարի օրինակ թվերը պայմանական եմ ասում 50 հոգու ենք ազատել պայմանական վաղաժամկետով, այս տարի 100 հոգու ենք ազատում, մյուս տարի 200 հոգու։ Այսինքն էդ է պատճառը։ Ես հասկանում եմ դրանով ոչ թե իր հարցով, իր գործով, գլոբալ, եթե կոպիտ ասած Ղարաբաղի հարցը չկա, համաձայնում ենք մեր ղեկավարի։ Բայց դա ուրիշ հարց է։ Չէ, ուրիշ հարց է։ Զինվորական չենք կարող բացատրենք, որ իրան շնորհակալակ իրեն տվել մասնակցելու համար, բայց 5 տարի ազատազրկել են, որ ինքը եկել ազնիքը հանձնել, գնացել ու դատական process-ների ի վիճակի չի եղել թե հոգեբանորեն, թե հենց մասնակցել։ Ես ձեզ հասկանում եմ, բայց մյուս կողմից էլ եթե զինվորական կարգի խախտման հետ կապված պետությունը ռեակցիաներ չտա,
դա շատ վատ հետևանք ամենայն հարգանքով հասկանում եք որ պետությունը անձամբ ձեր ընտանիքի ձեր եղբոր դեմ որևէ բան չունի բայց պետությունը իր մեխանիզմը որ չի աշխատում ինքը կարա սենց ուղակի բան լինի երկրորդ խնդրանքս եմ ասում եք լուսանկարեն գնանք այս երկիրը լավ կպայք շնորհակալ եմ եղբոր նա որ խնդրեմ կնկարեք Քարտեզ նվիրեմ ձեզ։ Քարտեզից տակին։ Համեցեք։ Փակցնեմ իմ ձեռքով, հաջան։ Մի րոպե, ով քարտեզ է ուզում, այդ հեշտ է, արագ, ով ուզում է հիմա։ Նկարվել է ավելի ուշ։ Նկարվել է հերթով։ Դպրոցից գալիս եք, հետո պատասխանը ես եմ տալիս։ Հեսա երեխեք ջան, մի վարքյան։ Եկեք մենակ շուտ գնացեք հետ դասի խնդրում եմ։ Կանք սենսորտի կանենք։ Իհարկե։ Ով է նկարում։ Մի րոպե սպասի եղբայր։ Հա։ Դե խնդրում եմ գնացեք դասի։ Հետո ես, հա։ Վայ, ես ընդեղ էի նայում։ Որն է ձեր հեռախոսը։ Ես։ Հա, դեստեղ նայեմ, էլի։ Մի հատ էլ ինձ կնկարեք իմ հեռախոսը։ Քարտեզ կնվիրեք։ Շնորհակալ եմ։ Բուկլետը։ Հաջան։ Բարև ձեզ։ Ես եկել եմ ԱՄՆ-ից եմ եկել հատուկ ընտրությունների մասնակցության։ Իսկապես, շնորհակալ եմ։ 20 թվականից հետևում եմ, 18-ից չեմ հետևել, 20-ից հետևել եմ, մեծ խնդրանք ունեմ ձեզ։ Այս գործը մինչև վերջ տարեք։ Ու շնորհակալություն ձեզ մեծ հայրենիք պարգևելու համար։ Այ շնորհակալ եմ եղբայր ջան։ Շնորհակալ ձեզ պահապան։ Շնորհակալ եմ։ Եթե կարելի է մեզ նկարեք էլի։ Ունեք քարտեզ։ Հա, ունեմ։ Որն է սա ձեր։ Չի կա, կներես ցավդ տանը, կներես։ Լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կներես։ Հաջող։ Մենք 3 տարի առաջ ենք տեղափոխվել Մոսկվայից ընտանիքով թորնիկներ։ Հիմա բյուրականում մեծ հողատարածք ունենք։ Ուզում ենք հանգստյան գոտի սարքենք հենց Պանթեոնի մոտ, Վիկտոր Համբարձումյանի Պանթեոնի դիմաց։ 5600 մետր տնամերձով։ Ձերն է, սեփականնա, վկայականով բան։ Վկայականով ամեն ինչով մերն է։ Հիմա մենք ասենք ներդրում անելու գումարել ունենք որոշ չափ, ես իմ երեխոսքի կարամ դնեմ բանկ։ Շատ լավ։ Ի՞նչն է խնդիրը բա։ Ուզում էի պարոն Պապոյանի հետ մի հատ զրուցեի, ասենք ինչ ծրագիր, որ կարանամ ծրագրով մասնակցեմ, կամ ինչ որ խոսքի։ Ինչքան ներդրում եք պլանավորում այդ մոտարը։ Իմ որ ես բանկ գրավադրում եմ 100 միլիոնի գույքա, 60 միլիոն կարամ ես ասենք դնեմ, բայց հասկանամ էլի, որն է պրոբլեմին ճիշտ կլինի, որ ես սկզբից դնեմ ու հետո ինչ-որ տուփիկի առաջ չկամ։ Մատ էկոնոմիկայի նախարարությունը հենց հիմա փոխանցենք 60 միլիոն ներդրումային ծրագրի համար պետք է աջակցություն։ Բանկերը գնահատել են, ասենք ես կարում եմ իմ գույքերի։ Թող հանձնարարի հենց այսօր կապվեն էլի, բայց Ես դες հետևում 18 թվից, դաժե հեղափոխության ժամանակ եմ եղել։ Ուրախ եմ։ Միասին ենք վերադարձել տանիքով, թորնիկիս համար քարտեզ։ Թորնիկի համար նաև թխված։ Մեկ է գլխարկ հնարավոր է։ Ֆայ Ջորջ ջան, գլխարկները հեսա կավարտվեն։ Այդքան շատ գլխարկ ճիշտն ասած չունի։ Ուղղակի երեխաներն էլ ուզում էին գային։ Դե հիմա Բայց էլ հա պարտեզեր։ Որոշակի սահմանափակումներ կա, չեն կարա։ Հիմնական շեշտը դրել են քարտեզների եւ թխվածքի վրա, դրա համար գլխարկները շատ նախատեսված չեն, էլի։ Ներողություն եմ խնդրում։ Ես եմ ձեզ Պարոն վարչապետ։ Հաջան։ Հայ, մի վարքյան նկարվեմ, մի վարքյան։ Շնորհակալ եմ։ Չէ, ինքը ուզում է 60 միլիոնի դրամի իր հաշվարկով ներդրում ունի անելու։ Հետաքրքրվում է թե ինչ աջակցության ծրագրեր կան, որ միլիոնի համապատասխան։ Հա, ինքը ասում է, ինքը դնում է 60 միլիոն։ Ինչ ծրագիր ունենք, որ Ես 1.18 դրամ էլի, դրամի 1.18 թվին եմ ձեզ գրկախառնել։ Հաճույք, եղբայր։ Մեկ էլ այսօր 10
10 տարի հետո էլ Աստղաստա։ Այն պապիկը որ մոտիկացավ ձեզ, դա մեր իմ հայրն է, 90 տարեկան։ Վայ լուրջ եք ասում, հա։ Մի հատ խնդրանք ունեմ։ Տղաս 56 տարեկան է։ 30 տարի ծառայել է բանակում։ Ոչինչ չունի։ Բայց շատ բան ունի։ 3 հատ լավ զավակներ ունի, գրագետ, ուսանող, բայց ի՞նչ է պետք անել։ Բնակարանի հարց։ Հերթացուցակում կա։ Ուրեմն 2002 թվին վերացրել են ամբողջ ցուցակները, չկա։ 2012 թվին նորից հերթագրվել են։ Կա ցուցակում։ Բայց ծրագիր ենք ընդունի 4 տարվա, եթե ցուցակում կա լուծում։ Հնարավոր չի, ոնց կանի մի քիչ արագացնենք այդ հարցը։ Այդտեղ բան կա։ Հիմա սկսում ենք ցուցակը ոնց կա ֆիքսում ենք, որպեսզի հանկարծ կոռուպցիոն ռիսկեր չբացենք, ցուցակները համարներ ունեն։ Առաջին համարից սկսում ենք 4 տարվա վերջ բոլորին 4 տարվա մեջ տալիս ենք։ Ինքը որ երրորդ համարն է կարող է հիշեք։ Չեն կարող ասենք Հերթով որ սկսենք բան անել, ճիշտ ձեր ազգանունը կհիշեցնենք, բան Կիրակոսյան, որ սկսենք տեղափոխել, դա լիքը խնդիրներ առաջացնելու կոռուպցիոն ռիսկեր։ Հիմա մենք ցուցակը ֆիքսում ենք, գիտենք ով որ համարն է։ Այսինքն 6-րդ համարը չի կարա ծրագրից օգտվի, մինչև 5-րդը չի օգտվի։ 5-րդը ավարտվեց եւ 5-ից հետո 7-ը կոպիտ ասած չի կարա օգտվի, մինչև 6-րդը չի օգտվի։ Ամենաճիշտը է դա, ու իմիջիայլոց այդ տարբերակով բոլորը ավելի արագ են ստանում, որովհետեւ մարդիկ տեսնում են հանգիստ, հանդարտ պետքա սպասեն, արագ ստանում են։ 4 տարվա մեջ այդ խնդիրը պետքա լուծենք, բայց պայմանը որ հերթացուցակում հաստատ կա, էլի։ Դե լուծված վստահ եղեք կառավարությունով արդեն որոշումը ընդունել ենք բյուջետավորված է 4 տարվա մեջ բան ենք անելու ճիշտ է բանա տրվելու բնակարանի գնման վկայագիր է տրվելու եւ բնակարան ձեռքա բերվելու հենց որ հանգիստ եղեք շնորհակալ ենք ներողություն եմ խնդրում նաեւ որ այսքան ձգձգել ենք որովհետեւ դա մեծ ցավ է մեզ համար ամեն առավոտ ելնում է քեզ օշնում է ինքն էլ բան Իսկական քրիստոնյա մարդ է։ Ձեր գործերի ասեց որ Աստվածաշունչը գողացել է։ Հա, գողացել է։ Ես էլ հիմա քնչականին ասենք մարդու Աստվածաշունչը ինքն էլ ասում է գիտեմ ովքեր են տարել։ Հա, գիտի։ Երկու անգամ հետ է բերել։ Երրորդ անգամն է սա որ գողացել եմ։ Երկու անգամ հետ եմ։ 14 տարի արդեն տառապում է այս մարդը։ Փորձենք գտնենք հետ բերենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ հաջողություն, մեզ հաջողություն։ Մեր հույսն եք դուք, մեր ժողովրդի հույսն եք։ Շնորհակալ եմ Շնորհակալ ջան, ցավը տանեմ։ Շնորհակալ եմ շատ։ Այնպես բաներ եք ասում, նույնիսկ հավատես չի գալիս, բայց որ ասում եք Եգիտություն եմ, շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ ձեզանից։ Բոլոր շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ իմ եւ զավակներիս կողմից։ Ես եմ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Ամենաանվախն Քարտեզ ունես։ շնորհակալ։ Ինչքան են երեխեքը։ Մեծս 18 է, փոքրս 10։ Չնեկս 16։ Հա, մեկ հատ բավականա։ Չէ, ինչի, բայց ինչի երկուսին էլ իմ անունից։ Հա, եղբայր, բարից։ Եթե խնդրեմ այդ քարտեզից, շնորհակալ եմ։ Բարի եղբայր։ Շնորհակալ եմ։ Քարտեզ նվիրեմ։ Ունեք քարտեզ եղբայր։ Բարի։ Ես հիշում եմ ձեզ։ Ես հիշում եմ ձեզ։ Ուժի խոհանոցն եմ ընկել, ես գրում եմ ես անկեղծ ասած։ Ուժի խոհանոցում եմ ընկել ես մարտի 1-ի գրիշների տանիքի վրա որ վազում էինք։ Հա, գիտեմ, հիշում եմ ձեզ, բայց մարտի 1-ից հիշում եմ, բայց հետո ինչ ա եղել չեմ հիշում։ Ուրիշի խոհանոցը ընկա, փլվեց ընկա, բլարի վնասվել եմ։ Ես ապրում եմ։ Հիմա լավ եք։ Հա, իհարկե։ Փառք Աստծո։ Ես վերջապես Ես հիշում եմ ձեզ։ Սեղանում եմ ձեր ձեռքը, ես ձեր ստվերն եմ։ Ամեն քայլի ձեզ հետևում եմ։ Շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ նման զավակ են ունեցել, որը ավելի շատ ծառայել է հայ ժողովրդին, քան իրենց։ Խոնարհվում եմ ձեր ծնողների շիրիմի առջև։ Մենք պետք է ոչ թե հաղթանակ տանենք, այլ ջախջախիչ այդ հաղթանակ տանենք, դուք էլ մի քիչ ռեժիմը ուժեղացրեք ավելի։ Ժողովուրդ լավ էլի։ Ռեժիմը մի քիչ ուժեղացնում ենք, արդեն նույնա որ մենք բռնապետություն ենք, ենք ենք թողեք էլի այս մարդը 90 տարեկան մարդը գալիս է ասում է
ես շշմած եմ օրինակ էլի, ասենք ոնց կարա 90 տարեկան մարդը գա ասի ազատության համար շնորհակալություն եւ մենք պետքա պաշտպանենք մեր ազատությունը։ Եկեք ներվերներս պիտ պահենք եւ որովհետեւ այդ կարգի քայլերով մենք կարանք չնկատելով նաեւ մեր ազատությունը սահմանափակել։ Այսօր զայրանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, որը 90-ականների սկզբի հայ ժողովրդի հաղթանակը փոշիացրել է եւ սկիզբ դրել այսօրվա մեր պարտության, այսօր փողոցում քայլելու իրավունք ունի ինչ որ մեծ բաներ խոսելու։ Ես հույս ունեմ, որ շատ շուտով չի ունենա այլև իրավունք եւ հնարավորություն չի ունենա, որ իրավունք գուցե անկեղծ ասեմ, ինձ էլ է զայրացնում, բայց ես չեմ ուզում նաեւ, որ մենք ինստիտուցիոնալ շատ չեմ ուզում, որ Հայաստանում բառից բուն իմաստով ոչ թե չեմ ուզում ուզենամ, չեմ ուզի, դա բացառված է։ Ես ուզում եմ, որ ինստիտուցիոնալ ճիշտ ճանապարհով գնամ։ Գիտեմ, որ դանդաղ է տևում, գիտեմ, որ բոլորիս նյարդերի վրա ազդում է։ Կհավատաք այդ նույն բանը ես կուզեի նրան հայացում տեսնել ու այդ հարցերը իրեն ուղղել։ Քարտեզ նվիրեցի։ Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Խոսեց, Հաջան, մի վարքյան։ Հաջան։ Մոսկվայից տղեկ ուզում են զրուցել ձեր ռուսաստանից ուզում ակա, էլի կոդա ուզում խոսել։ Բարև եղբայր։ Իրոք ոնց կանգնեմ որ տեսնեմ։ Լավ եք։ Պարոն Փաշինյան, հատուկ հուլիսի 7 կգա, որ քվարկեմ քեզ։ Շնորհակալ եմ եղբայր ջան, սպասում ենք, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բոլորին ջերմ բարևներ, բոլորին ջերմ բարևներ։ Լավ եղեք, շնորհակալ եմ։ Վարչապետ կարող ենք նկարվել։ Հա, իհարկե եղբայր։ Նկարի։ Հիմա։ Էլով էր ուզում քարտեզ, տվեք էլի։ Պարոն վարչապետ։ Որն է հեռա։ Խորի շնորհակալություն եւ կարող եք քարտեզ տալ։ Ասեք, ինչ անենք, ասեք։ Ինչա պետք է անենք։ Դե շարժվենք ժամը 2-ին։ Քայլելով, չէ՞։ Քայլելով։ Ժոր ջան, արդեն ժամանակն է։ Խնդրում եմ։ Եթե հնարավոր է վարկերի կարելի է, պարոն վարչապետ։ Զբաղվում ենք, կհավատաք, որ զբաղվում ենք այդ հարցով։ Կառավարություն, հաջող։ Հա, իհարկե հատել